Հղի կինը միայնակ սպասում է շքեղ սպասասրահում, չիմանալով, որ պատրաստվում է բախվել իր ամենամեծ ցավին։ Նրա ամուսնու սիրուհու անսպասելի հայտնվելը դաժան բախման պատճառ է դառնում, վտանգելով երկու կյանք։ Բայց այն, ինչ թվաց պարզապես անձնական ողբերգություն, արթնացնում է մագնատի զայրույթը, որը պատրաստ է ամեն ինչի արդարության համար։ Երանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի միջանցքի սառը լույսը արտացոլվում էր սպիտակ պատերից, այնպիսի ինտենսիվությամբ, որը կարծես ուժեղացնում էր լռությունը։ Մարինա Ալեքսանյանը հարմարվեց բեժ կաշվե բազկաթոռին, զգալով 7 ամսական փորի ծանրությունը, որը սեղմում էր մուգ կապույտ զգեստի գոտուն։ Նրա նուրբ ու խնամված ձեռքերը շրջանած շարժումներով շոյում էին որովայնը, կարծես փորձելով հանգստացնել ոչ միայն երեխային, այլ իրեն։ Երեքշաբթի էր, առավոտյան ժամը 10։ Սովորական այցը նշանակված էր 10:15-ին։ Մարինան 3 րոպեից էլ քիչ ժամանակում 5-րդ անգամ նայեց հեռախոսին։ Ոչ մի հաղորդագրություն։ Ոչ մի զանգ։ Ռաֆայելը, նրա ամուսինը, խոստացել էր լինել այնտեղ։ Հերթական անգամ խոստումը լուծվել էր օդում, ինչպես մյուս բոլորը։ Մարինան խորը շունչ քաշեց, փորձելով զսպել կրծքով բարձրացող հիասթափության ալիքը։ 4 տարի ամուսնացած լինելով Ռաֆայել Մելիքյանի հետ, որը երկրի խոշորագույն անշարժ գույքի կառուցապատողներից մեկի գործադիր տնօրենն էր, նա սովորել էր, որ բացակայություններն ավելի հաճախակի էին, քան ներկայությունները։ Սկզբում նա հավատում էր արդարացումներին։ Շտապ հանդիպումներ, վերջին րոպեի բանակցություններ, անհետաձգելի պարտավորություններ։ Այսօր Մարինան գիտեր, որ յուրաքանչյուր բացակայություն կրում էր մի օծանելիքի հոտ, որը իրենը չէր։ Ընդունարանի աշխատակցուհին կանչեց նրա անունը։ Մարինան դժվարությամբ վեր կացավ, զգալով լրացուցիչ ծանրություն կոնքերի մեջքի ստորին հատվածում։ Նա քայլեց միջանցքով դեպի հետազոտությունների սենյակ, որտեղ բժիշկը, դոկտոր Կլաուդիա Սարգսյանը, նրան դիմավորեց պրոֆեսիոնալ ջերմ ժպիտով։ 40 րոպե անց Մարինան կրկին սպասասրահում էր։ Ուլտրաձայնային հետազոտությունը լավ էր անցել։ Երեխան առողջ էր, ակտիվ, աճում էր ըստ սպասվածի։ Տղա։ Մարինան ժպտաց, հիշելով էկրանի պատկերները, փոքրիկ սրտի ուժեղ բաբախյունը, շարժվող փոքրիկ ձեռքերն ու ոտքերը։ Այդ երեխան էր ամեն ինչ, ինչ մնացել էր իր կյանքում իրական։ Ամեն ինչ, ինչ դեռ իմաստ ուներ։ Նա վերցրեց պայուսակը, պատրաստվեց հեռանալ, երբ լսեց բարձրակրունկների ձայնը, որը արձագանքում էր միջանցքով։ Ինչ-որ բան այդ ձայնի մեջ ստիպեց նրան կանգ առնել։ Դա ինքնավստահ, վճռական, գրեթե ագրեսիվ քայլվածք էր։ Մարինան շրջվեց, զգաց, որ օդը պակասում է։ Սպասասրահ մտնող կինը բարձրահասակ էր, էլեգանտ, հագնված մոխրագույն դերձակային կոստյումով, որը ճչում էր նրբագեղություն։ Մուգ մազերը հավաքված էին անթերի կապոցով, կատարյալ դիմահարդարում, կարմիր շուրթեր, ճշգրտորեն նկարված։ Բայց Մարինային ցնցում էր ոչ թե գեղեցկությունը, այլ ճանաչումը։ Այդ դեմքը տեսել էր զուսպ լուսանկարներում, սոցիալական ցանցերի հրապարակումներում, որոնք Ռաֆայելը փորձում էր թաքցնել, ընկերուհիների շնջացող խոսակցություններում, որոնք խղճում էին նրան։ Իզաբելլա Մանուկյան։ Սիրուհին։ Մարինան զգաց, որ արյունը սառեց երակներում։ Մի ակնթարթ մտածեց պարզապես հեռանալու, անտեսելու, ձացնելու, թե չի տեսել։ Բայց նրա ոտքերը կարծես կպած էին հատակին։ Իզաբելլան քայլեց անմիջապես նրա ուղղությամբ, դաժան ժպիտը ծռեց նրա կարմիր շուրթերը։ Բար, Մարինա։ Ինչ անակնկալ է քեզ այստեղ տեսնելը։ Ձայնը թավշյա էր, բայց թունավոր։ Մարինան այնքան ուժեղ սեղմեց պայուսակի ժապավենը, որ մատները սպիտակեցին։ Իզաբելլա։ Չգիտեմ, թե ինչ ես անում այստեղ, բայց սա ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը։ Տեղը չէ։ Իզաբելլան ծիծաղեց, մետաղական տհաճ ձայնով։ Հետաքրքիր է։ Ես նույնը կարող եմ ասել քո մասին Ռաֆայելի կյանքում։ Մարինան զգաց, որ դեմքը այրվում է։ Սպասասրահի մի քանի մարդիկ սկսեցին զուսպ նայել նրանց ուղղությամբ։ Մի բուժքույր վեր կացավ, անհանգստացած։ Ամոթ չունես։ Մարինան զայրույթից քաջություն գտավ։ Ես 7 ամսական հղի եմ։ Ես նրա հետ ամուսնացած եմ։ Դու ես ներխուժողը։ Ամուսնացած։ Իզաբելլան մի քայլ առաջ արեց, ներխուժելով Մարինայի անձնական տարածք։ Ամուսնացած մի մարդու հետ, ով ավելի շատ գիշերներ է անցկացնում իմ անկողնում, քան քոնում։
Մի մարդու հետ, ով խոստացել է ինձ, որ կթողնի քեզ, հենց որ այդ երեխան ծնվի։ Խոսքերը ապտակի պես էին։ Մարինան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա գիտեր դավաճանության մասին, բայց դա լսելը այնտեղ այդ պահին անտանելի նվաստացում էր։ Դու ստում ես։ Ստում եմ։ Իզաբելան հեռախոսը հանեց պայուսակից սկսեց թերթել էկրանը։ Ուզում ես տեսնել հաղորդագրությունները, լուսանկարները, թե նախընտրում ես, որ բարձրաձայն կարդամ, որ բոլորն այստեղ լսեն։ Մարինան փորձեց հեռանալ, բայց Իզաբելան ամուր բռնեց նրա ձեռքը։ Բուժքույրը արագ մոտեցավ։ Տիկին, խնդրում եմ հանգստանաք։ Սա հիվանդանոցային միջավայր է։ Իզաբելան արհամարհական հրումով բաց թողեց Մարինայի ձեռքը։ Մարինան անհավասարակ շրված փորի ծանրությունից շարժման արագությունից ետ ընկավ։ Փորձեց հենվել բազկաթոռին, բայց մատները սահեցին։ Աշխարհը պտտվեց։ Հատակը շատ արագ բարձրացավ։ Հարվածը չոր էր, ցավոտ։ Մարինան զգաց, որ կոնքը հարվածում է սառը հատակին, ապա ուսը։ Ճիչ դուրս եկավ նրա կոկորդից, բայց դա ֆիզիկական ցավից չէր։ Դա սարսափ էր։ Սարսափ երեխայի համար։ Ճիչեր արձագանքեցին սենյակում։ Բուժքույրը ծնկի իջավ Մարինայի կողքին, օգնություն կանչելով։ Մեկ այլ աշխատակից վազեց, բժիշկներին կանչելու։ Իզաբելան կանգնած մնաց, գունատ, աչքերը լայն բացված, կարծես հենց նոր էր հասկացել, թե ինչ էր արել։ Ես չեմ։ Ես չէի ուզում։ Նրա ձայնը դողացող էր, կոտրված։ Մարինան սուր ցավեր էր զգում որովայնում։ Նրա տեսողությունը սկսեց մշուշվել։ Շուրջը հնչող ձայները հեռացան, խուլացան։ Նա ձեռքը դրեց որովայնին, փորձելով զգալ երեխայի որեշարժում։ Խնդրում եմ, լավ եղիր։ Դոկտոր Կլաուդիան վազելով հայտնվեց միջանցքում բուժքույրերի թիմի հետ։ Մարինային արագորեն տեղադրեցին շտապ օգնության սայլակին։ Մինչ նրան տանում էին շտապ օգնության սենյակ, նրա աչքերը վերջին անգամ հանդիպեցին Իզաբելայի աչքերին։ Մյուս կինը անշարժ էր, դեմքը ցնցումի խուճապի դիմակ։ Հետո ամեն ինչ մտնեց։ Մինչ Մարինային շտապ տանում էին վիրահատարան, ոչ ոք չնկատեց սպասասրահի վերին անկյունում գտնվող փոքրիկ անվտանգության տեսախցիկը։ Հիվանդանոցի հսկողության համակարգը ամեն ինչ ձայնագրում էր բարձր հստակությամբ։ Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր ժեստ, այդ առավոտվա յուրաքանչյուր վայրկյան, որը հավերժ կփոխեր կյանքերը։ 200 կիլոմետր հեռավորության վրա, Մաշտոցի պողոտայի կորպորատիվ շենքի համայնապատկերային գրասենյակում, Օտավիո Ալեքսանյանը ավարտում էր հանդիպումը օտարերկրյա ներդրողների հետ։ 62 տարեկանում Ալեքսանյան ընտանիքի պատրիարքը կենդանի լեգենդ էր հայկական ֆինանսական շուկայում։ Ալեքսանյան խմբի հիմնադիրը, որը վերահսկում էր բանկեր, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր, Օտավիոն կայսրություն էր կառուցել երկաթյա ձեռքերով սուր մտքով։ Միջին հասակի, միշտ անթերի սանրված մոխրագույն մազերով, հոգիներ կարդացող թվացող կապույտ աչքերով տղամարդ էր Օտավիոն, հայտնի էր ինչպես սոցիալական գործերում իր առատաձեռնությամբ, այնպես էլ թշնամիների նկատմամբ իր անզիջումությամբ։ Նա չէր ներում անհավատարմությունը։ Չէր հանդուրժում թուլությունը։ Նրա հեռախոսը թրթռաց գրպանում։ Դա Բեատրիսն էր, նրա քարտուղարը 20 տարի։ Պարոն Ալեքսանյան, դուք պետք է անմիջապես գնաք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մարինան է։ Միջադեպ է եղել։ Օտավիոն զգաց, որ սիրտը արագանում է։ Բեատրիսը երբեք այդ տոնով չէր խոսում, եթե լուրջ չլիներ։ Ինչ է պատահել։ Վթար։ Տիկին Մարինան ընկել է հիվանդանոցում։ Շտապ հետազոտություններ են անում երեխայի մոտ։ Օտավիոն չսպասեց ավելին լսելու։ Անջատեց հեռախոսը, վերցրեց բաճկոնը, արագ քայլերով դուրս եկավ գրասենյակից։ Նրա միտքն արդեն մեծ արագությամբ էր աշխատում, մշակելով սցենարներ, հետանքներ, անհրաժեշտ գործողություններ։ Մարինան նրա միակ դուստրն էր։ Երեխան, նրա առաջին թոռը։ Եթե նրանց հետ ինչ-որ բան պատահեր, վճարելու գին կլիներ։ Եվ Օտավիո Ալեքսանյանը միշտ հավաքում էր իր գները։ Հիվանդանոցում Մարինան դանդաղ բացեց աչքերը։ Առաստաղի սպիտակ լույսը մի պահ կուրացրեց նրան։ Զգում էր գլուխը ծանր, բերանը չոր։ Ձեռքին միացված խողովակներ։
Մոնիտորներ, մահճակալի կողքին ազդանշան տվող։ Մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի հիշի, թե որտեղ էր ինչու։ Երեխան։ Նա փորձեց նստել, բայց մի բուժքույր նրբորեն կանգնեցրեց նրան։ Հանգստացեք, սիրելիս։ Դուք պետք է պառկած մնաք։ Բժիշկն արդեն գալիս է ձեզ հետ խոսելու։ Իմ որդին։ Իմ որդին լավ է։ Բուժքույրը ժպտաց, անկեղծ թեթացում բերող ժպիտով։ Լավ է։ Երեխան լավ է։ Բայց դուք լուրջ շոկ եք տարել։ Մենք պետք է ձեզ երկուսիդ էլ մի քանի ժամ վերահսկենք։ Մարինան փակեց աչքերը, թույլ տվեց արցունքներին հոսել։ Թեթացման, հոգնածության, զայրույթի արցունքներ։ Ամեն ինչ խառնված էր մի անանուն զգացմունքի մեջ։ Սենյակի դուռը բացվեց, Օտավիոն մտավ, զսպված փոթորկի պես։ Նրա դեմքը մաքուր, վերահսկվող կատաղություն էր։ Նա մոտեցավ մահճակալին, բռնեց դստեր ձեռքը այնպիսի նրբությամբ, որը հակադրվում էր նրա հայացքի կոշտությանը։ Մարինա։ Իմ աղջիկ։ Ինչ է պատահել։ Մարինան ամեն ինչ պատմեց։ Իզաբելայի յուրաքանչյուր խոսքը։ Հրումը։ Ընկնելը։ Օտավիոն լսում էր լռության մեջ, բայց Մարինան տեսնում էր, թե ինչպես էր նրա ծնոտը սեղմվում, պարանոցի մկանները լարվում։ Երբ նա ավարտեց, Օտավիոն վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Նա կանգնած մնաց այնտեղ, նայելով ներքի քաղաքին, մեջքը կոշտացած, ձեռքերը բռունցքված։ Նա կվճարի իր արածի համար։ Յուրաքանչյուր վայրկյանի տառապանքի համար, որ դու տարել ես, նա կվճարի կրկնակի։ Հայրիկ, մի արեք ոչ մի շտապողական բան։ Շտապողական։ Օտավիոն շրջվեց, աչքերը փայլում էին սարսափելի ինտենսիվությամբ։ Այդ կինը վտանգի տակ դրեց քեզ, իմ թոռանը։ Սա այդպես չի մնա։ Իսկ Ռաֆայելին։ Հարցը սուր շեղբի պես կախված մնաց օդում։ Օտավիոն անմիջապես չպատասխանեց։ Նա գիտեր, որ Փեսան մեղսակից էր։ Գիտեր, որ Ռաֆայելը սնուցել էր այդ իրավիճակը։ Բայց Ռաֆայելը երեխայի հայրն էր։ Դա բարդ էր։ Ռաֆայելը նույնպես կպատասխանի։ Այս կամ այն կերպ։ Մարինան կրկին փակեց աչքերը։ Նրա մի մասը ցանկանում էր, որ հայրը գործեր, որ արդարություն հաստատեր, որ ոչնչացներ բոլորին, ովքեր վնասել էին իրեն։ Մյուս մասը վախենում էր այն ամենից, ինչի ընդունակ էր Օտավիոն, բարկացած լինելիս։ Նա կիսատ պրատ միջոցների մարդ չէր։ Նա ամբողջական պատերազմների մարդ էր։ Մինչդեռ հիվանդանոցի առաջին հարկում Իզաբելա Մանուկյանը նստած էր ավտոկայանատեղիի նստարանին, դողալով։ Նրա ձեռքերը քրտնած էին։ Հեռախոսը համառորեն զանգում էր, բայց նա քաջություն չուներ պատասխանելու։ Դա Ռաֆայելն էր։ Նա արդեն պետք է իմանար։ Նորությունը հավանաբար արդեն տարածվել էր։ Ինչ էր արել նա։ Ինչպես էր այդպես կորցրել վերահսկողությունը։ Մարինան օրինական կինն էր, բայց Իզաբելան միշտ իրեն զգացել էր Ռաֆայելի իսկական տիրուհին։ Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում նրա հետ, ավելի շատ գաղտնիքներ էր կիսում, նրա կողքին ավելի կենդանի էր թվում։ Բայց հիմա, այդ հրումով, Իզաբելան հատել էր մի սահման, որը հնարավոր չէր վերացնել։ Նա մտածեց փախչելու մասին։ Ինքնաթիռ նստել, անհետանալ, նորից սկսել այլ տեղում։ Բայց գիտեր, որ դա անօգուտ էր։ Օտավիո Ալեքսանյանը կգտներ նրան։ Նրա նման մարդիկ միշտ գտնում էին։ Ռաֆայել Մելիքյանը այնքան շտապ կայանեց մեքենան հիվանդանոցի շտապօգնության կայանատեղիում, որ գրեթե հարվածեց եզրաքարին։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա հանեց բանալին բռնակից։ Բեատրիսի զանգը ուղիղ էր կործանարար։ Մարինան հիվանդանոցում էր։ Երեխան վտանգի տակ։ Իզաբելան ներգրավված էր։ Նա դուրս եկավ մեքենայից, վազեց դեպի գլխավոր մուտքը, փողկապը ծուռ, բաճկոնը վատ հագցրած։ 38 տարեկանում Ռաֆայելը հաջողությանը սովոր մարդու տեսք ուներ։ Բարձրահասակ, լայն ուսերով, հետ սանրված մուգ մազերով, ուժեղ ծնոտով։ Բայց այդ պահին նրա դեմքը մաքուր խուճապ էր։ Տեղեկատվական կետում նա փորձեց պարզել, թե որ սենյակում էր Մարինան։ Սպասարկողը, միջին տարիքի, հոգնած դեմքով մի կին, դանդաղ ստուգեց համակարգը, մաստակ ծամելով։ Մարինա Ալեքսանյան։ Սենյակ 312։ Երրորդ հարկ։
Ռաֆայելը շարժվեց դեպի վերելակները, բայց նախքան կոճակը սեղմելը, մի ամուր ձեռք բռնեց նրա ուսը։ Նա շրջվեց հանդիպեց Օտավիո Ալեքսանյանի սառը հայացքին։ «Մենք պետք է խոսենք»։ «Հիմա»։ Օտավիոյի ձայնը տեղ չէր թողնում վիճաբանությունների համար։ Ռաֆայելը ցրտ զգաց ողնաշարում։ Նա միշտ ջերմ հարաբերություններ է ունեցել զկեսրայրի հետ, բայց միշտ էլ գիտեր, որ Օտավիոն վտանգավոր մարդ էր, բարկացած լինելիս։ Եվ հիմա, նրա աչքերից, Ռաֆայելը տեսնում էր, որ նրան բարկացրել էին։ «Պարոն Ալեքսանյան, ես պետք է տեսնեմ Մարինային։ Պետք է իմանամ, նա լավ է»։ «Նա կայուն է։ Երեխան նույնպես։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ դու սիրուհի ունես, ով գրեթե սպանեց իմ դստերը իմ թոռանը»։ Ռաֆայելը զգաց, որ հատակը անհետանում է ոտքերի տակից։ Նա հույս ուներ, որ Իզաբելայի հետ կապը կմնա զուսպ, համենայն դեպս մինչ նա կգտներ ամուսնությունը առանց սկանդալի ավարտելու միջոց։ Բայց հիմա ամեն ինչ փլուզվել էր։ Դա դժբախտ պատահար էր։ Իզաբելան երբեք չէր ուզում, դժբախտ պատահար։ Օտավիոն մի քայլ առաջ արեց, ներխուժելով Ռաֆայելի անձնական տարածք։ Դուք թողեցիք ձեր հղի կնոջը մենակ գնալ բժշկի մոտ, մինչ դուք ձեր սիրուհու հետ էիք։ Դուք թույլ տվեցիք, որ այդ կինը իրեն իրավունք զգա առերեսվել Մարինայի հետ։ Դուք եք պատասխանատու իմ դստեր զգացած ցավի յուրաքանչյուր վայրկյանի համար։ Ռաֆայելը բացեց բերանը պատասխանելու, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Որովհետև խորքում նա գիտեր, որ Օտավիոն ճիշտ էր։ Ես հիմա կբարձրանամ Մարինային տեսնելու։ Դուք կսպասեք այստեղ։ Եվ հետո դուք ու ես շատ երկար կխոսենք ապագայի մասին։ Օտավիոն շրջվեց մտավ վերելակ։ Դռները փակվեցին Ռաֆայելին մենակ թողնելով նախասրահում, իրեն երբե եղածից ավելի փոքր զգալով։ Երրորդ հարկում Օտավիոն քայլեց միջանցքով դեպի Մարինայի սենյակ։ Ներսում նա արթուն էր, նստած մահճակալին, հեռավոր արտահայտությամբ։ Հորը տեսնելով, նրա աչքերը կրկին արցունքներով լցվեցին։ Հայրիկ, չեմ ուզում, որ Ռաֆայելը մտնի այստեղ։ Խնդրում եմ։ Նա չի մտնի։ Մինչ դու չուզես։ Օտավիոն նստեց մահճակալի կողքի աթոռին, բռնեց նրա ձեռքը։ Բայց Մարինա, պետք է քեզ մի բան ասեմ։ Սպասասրահի անվտանգության տեսախցիկների պատկերներն ուղարկվել են իմ գրասենյակ։ Բեատրիսը պատճեն է ստացել։ Մարինան սրբեց արցունքները։ Եվ ինչ է ցույց տալիս։ Ամեն ինչ է ցույց տալիս։ Այդ կնոջ ասած յուրաքանչյուր խոսքը։ Հրումը։ Քո ընկնելը։ Դա անհերքելի ապացույց է։ Մարինան թեթացման։ Սարսափի խառնուրդ զգաց։ Թեթացում, որովհետև եղել էր ապացույց այն բանի, ինչ պատահել էր։ Սարսափ, որովհետև գիտեր, որ այդ ապացույցը ձեռքին, հայրը ջանք չէր խնայի Իզաբելային ոչնչացնելու համար։ Եվ հավանաբար նա Ռաֆայելին։ Ինչ եք անելու պատկերներով։ Կօգտագործեմ ապահովելու համար, որ արդարություն լինի։ Օտավիոն սեղմեց դստեր ձեռքը։ Մարինա, դու իմ միակ դուստրն ես։ Այս երեխան իմ առաջին թոռն է։ Ես թույլ չեմ տա, որ նրանք, ովքեր սպառնացել են ձեզ, անպատիժ մնան։ Մարինան գիտեր, որ վիճելն անօգուտ էր։ Երբ Օտավիոն որոշում էր կայացնում, դա անդառնալի էր։ Նա պարզապես գլխով արեց, չափազանց հոգնած, պայքարելու համար։ Ավելի ուշ, նույն երեկո, Օտավիոն հանդիպում հրավիրեց իր անձնական գրասենյակում, Մաշտոցի պողոտայում։ Ներկա էին Բեատրիսը, նրա քարտուղարը, Մարկոս Թադոսյանը, Ալեքսանյան ընտանիքի անձնական փաստաբանը ավելի քան 15 տարի։ Մարկոսը 50 տարեկան, նիհար, ակնոցով սակավ մազերով տղամարդ, հայտնի էր իր արդյունավետությամբ, զուսպությամբ։ Նա Ալեքսանյան ընտանիքին դուրս էր բերել ավելի շատ ճգնաժամերից, քան կարելի էր հաշվել։ Օտավիո սկսեց Մարկոսը սեղանին դնելով փաստաթղթերի թղթապանակը, մենք վերլուծել ենք պատկերները։ Դա բռնության հստակ դեպք է։ Մենք կարող ենք քրեական պատասխանատվության ենթարկել Իզաբելա Մանուկյանին։ Այն փաստը, որ Մարինան հղի էր վտանգի տակ էր, բարդացնում է իրավիճակը։ Ուզում եմ, որ նա զգա իր կատարած յուրաքանչյուր գործողության ծանրությունը։ Օտավիոն մատներով թմբկահարեց սեղանին։ Բայց նախքան իրավական քայլեր ձեռնարկելը, ուզում եմ ամեն ինչ իմանալ նրա մասին։ Որտեղ է ծնվել։ Ում հետ է հարաբերություններ ունեցել։ Ինչ է ուտում նախաճաշին։ Ամեն ինչ։
Բեատրիսն արդեն զբաղվում է դրանով։ Մարկոսը գլխով արեց։ Մենք կունենանք ամբողջական դոսիե մինչ վաղ առավոտ։ Իսկ Ռաֆայելին? Մարկոսը հառաչեց։ Ռաֆայելն ավելի բարդ է։ Նա երեխայի հայրն է։ Նրա դեմ ցանկացած իրավական գործողություն կարող է հետանքներ ունենալ Մարինայի երեխայի համար։ Բայց մենք կարող ենք նրան այլ կերպ ճնշել։ Արտրային պայմանագրեր, օրինակ։ Ալեքսանյան խումբը ներդրումներ ունի մի քանի ընկերություններում, որոնք բիզնես են անում նրա կառուցապատողի հետ։ Հրաշալի է։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր պայմանագիր վերանայվի։ Յուրաքանչյուր գործընկերություն վերանայվի։ Ուզում եմ, որ նա զգա, որ այն ամենը, ինչ կառուցել է, քիվի վրա է։ Մարկոսը արագ գրառումներ արեց։ Իսկ եթե նա փորձի մոտենալ Մարինային, փորձի հաշտվել, Մարինան չի ուզում տեսնել նրան։ Եվ ես կապահովեմ, որ նրան չճնշեն դրանում։ Օտավիոն վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայելով քաղաքի լույսերին։ Այս ընտանիքը դուրս կգա դրանից ավելի ուժեղ։ Բայց ոչ առանց դաս տալու նրանց, ովքեր կարծում էին, թե կարող են մեզ վնասել առանց հետանքների։ Մինչ Օտավիոն պլանավորում էր իր հաջորդ քայլերը, Իզաբելան փակված էր իր բնակարանում, կենտրոն թաղամասում։ Վարագույրները փակ, հեռախոսը անձայն ռեժիմում, նա նստած էր սպիտակ կաշվե բազմոցին, գրկելով ծնկները։ Ռաֆայելը 20 անգամ զանգել էր։ Հուսահատ հաղորդագրություններ էր ուղարկել։ Բայց նա չէր կարող խոսել նրա հետ։ Ոչ հիմա։ Ոչ այն բանից հետո, ինչ արել էր։ Իզաբելան շուրջը նայեց բնակարանում։ Յուրաքանչյուր կահույք, յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր մանրուք ընտրվել էր խնամքով։ Դա կատարյալ անթերի վայր էր, որն արտացոլում էր այն պատկերը, որ նա կառուցել էր իր մասին։ Նրբագեղ, հաջողակ, ցանկալի։ Բայց հիմա ամեն ինչ կեղծ էր թվում։ Փլուզվելու եզրին գտնվող ճակատ։ Նա գինու շիշ վերցրեց, գինու պահարանից լիքը բաժակ լցրեց։ Կեսը մեկ կումով խմեց, զգալով, որ հեղուկը այրում է կոկորդը։ Պետք էր մտածել։ Պետք էր ելք գտնել։ Բայց ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր ընկնող Մարինային։ Տեսնում էր սարսափը նրա դեմքին։ Տեսնում էր վազող բուժքույրերին։ Դոմոֆոնը զանգեց, ստիպելով Իզաբելային թռչել բազմոցից։ Նա մոտեցավ սարքին, դողալով. Առաքման ծառայություն։ Տիկին Իզաբելա Մանուկյանի համար ծրար ունեմ։ Իզաբելան հոնքերը կնճռեց։ Նա ոչինչ չէր պատվիրել։ Նա վարանեց, բայց ի վերջո սեղմեց կոճակը մուտքը բացելու համար։ Մի քանի րոպե անց դուռը թակեցին։ Նա բացեց դուռը, վերցրեց ծրարը մոտոցիկլետիստի ձեռքից, ով ոչ մի բառ չասաց մինչ հեռանալը։ Իզաբելան փակեց դուռը, պատռեց ծրարը։ Ներսում մեկ թերթիկ կար։ Դրա վրա երկու բառ էր տպված մեծ ստառերով։ Մենք գիտենք։ Իզաբելան զգաց, որ արյունը սառեց։ Ո՞վ էր ուղարկել դա։ Ինչ էին իմանում։ Նա շրջեց թուղթը, փնտրելով ավելի շատ տեղեկություններ, բայց այն դատարկ էր։ Հանկարծ նրա հեռախոսը զանգեց։ Անհայտ համար։ Դողացող ձեռքով նա պատասխանեց։ Ալո։ Մի տղամարդու ձայն, ցածր խեղաթյուրված, պատասխանեց մյուս կողմից։ Տիկին Մանուկյան, դուք այսօր լուրջ սխալ եք թույլ տվել։ Եվ սխալները հետանքներ ունեն։ Ո՞վ եք դուք։ Ինչ եք ուզում։ Կարոր չէ, թե ով եմ ես։ Կարորն այն է, որ ես ունեմ այսօր հիվանդանոցում տեղի ունեցածի պատկերները։ Եվ այդ պատկերները կարող են վերջ դնել ձեր կյանքին։ Կամ կարող են անհետանալ։ Դա կախված է ձեզանից։ Իզաբելան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Շանտաժ։ Դա շանտաժ էր։ Ինչ եք ուզում։ Առայժմ, պարզապես, որ իմանաք, որ ձեզ դիտում են։ Յուրաքանչյուր շարժում։ Յուրաքանչյուր որոշում։ Շուտով կխոսենք։ Զանգը կտրվեց։ Իզաբելան բաց թողեց հեռախոսը, հատակին հենվեց պատին, դժվարությամբ շնչելով։ Նրա կյանքը փլուզվում էր։ Եվ նա չգիտեր, թե ինչպես կանգնեցներ դա։ Հիվանդանոցում Մարինան ժամեր շարունակ անհանգստությունից հետո վերջապես քնեց։ Բայց նրա քունը խանգարվում էր հատվածական երազներով։ Տեսնում էր ծիծաղող Իզաբելային։
Տեսնում էր մշուշի մեջ անհետացող Ռաֆայելին։ Տեսնում էր իր հորը, վերածված մռայլ վրիժառու կերպարի։ Երբ արթնացավ, արդեն լուսադեմ էր։ Սենյակը ընկղմված էր կապտավուն մթնշաղի մեջ։ Նա նայեց կողքին, տեսավ պատուհանի մոտի բազկաթոռին նստած մի կերպար։ Նրա սիրտը արագացավ, մինչ ճանաչեց ուրվագիծը։ Հայրիկ, ի՞նչ եք անում արթուն։ Օտավիոն վեր կացավ, մոտեցավ մահճակալին։ Չկարողացա քնել։ Մտածում եմ այն ամենի մասին, ինչ կարող էր պատահել։ Ինչպես կարող էի կորցնել քեզ, իմ թոռանը։ Մարինան արցունքներ տեսավ հոր աչքերում։ Հազվադեպ էր լինում տեսնել Օտավիոյին այդպես զգացմունքներ արտահայտելիս։ Նա միշտ եղել է զսպված, չափված մարդ։ Բայց այնտեղ, այդ պահին, նա պարզապես վախեցած հայր էր։ Մենք լավ ենք, հայրիկ։ Մենք լավ կլինենք։ Ես գիտեմ։ Օտավիոն արագ սրբեց աչքերը, վերականգնելով իր հանգստությունը։ Եվ ես կապահովեմ, որ նման բան այլս չպատահի։ Ես կպաշտպանեմ ձեզ։ Ինչ գնով էլ լինի։ Մարինան բռնեց հոր ձեռքը։ Միայն մի կորցրեք ինքներդ ձեզ այդ գործընթացում։ Մի թողեք, որ վրեժը ձեզ վերածի մի բանի, ինչ դուք չեք։ Օտավիոն ժպտաց, տխուր հոգնած ժպիտով։ Գուցե դրա համար արդեն ուշ է, Մարինա։ Գուցե ես արդեն այն եմ, ինչ պետք է լինեմ այս ընտանիքը ապահով պահելու համար։ Մեկ շաբաթ էր անցել հիվանդանոցային միջադեպից։ Մարինան բժշկական դուրսգրում էր ստացել, բացարձակ հանգստի խիստ հսկողության առաջարկությամբ։ Օտավիոն պնդեց, որ նա ժամանակավորապես տեղափոխվի ընտանիքի առանձնատուն Արաբկիր թաղամասում, որտեղ կարող էր մշտական խնամք ունենալ։ Մարինան առանց դիմադրության համաձայնեց։ Ռաֆայելի հետ։ Կիսած բնակարան վերադառնալու գաղափարը անտանելի էր։ Ալեքսանյանների առանձնատունը տպավորիչ կալվածք էր, թաքնված բարձր պարիսպների մանրակրկիտ խնամված այգիների հետում։ Դասական ճարտարապետության 3 հարկ, ճակատին սպիտակ սյուներով, տաքացվող լողավազանով, հազվագյուտ կանաչապատման արտոնյալ տեսարանով երանում։ Մարինան մեծացել էր այնտեղ, լայն միջանցքների ընդարձակ սենյակների մեջ։ Հիմա նա ապաստան էր գտել իր մանկության նույն սենյակում, շրջապատված ավելի պարզ ժամանակների հիշողություններով։ Բեատրիսը ստանձնել էր ոչ պաշտոնական խնամակալի դերը։ Նա բերում էր հավասարակշռված կերակուրներ, հանգստացնող թեյեր, ամսագրեր, գրքեր Մարինային շեղելու համար։ Բայց երիտասարդ կինը ժամանակի մեծ մասն անցկացնում էր պատուհանից դուրս նայելով, փորը շոյելով, մտքերի մեջ կորած։ Ռաֆայելը փորձել էր այցելել նրան 3 անգամ։ Բոլոր դեպքերում Օտավիոն կանգնեցրել էր նրան դռան մոտ։ Վերջին փորձի ժամանակ վեճն այնքան բուռն էր, որ կալվածքի անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել։ Դուք իրավունք չունեք ինձ արգելելու տեսնել իմ կնոջը։ Ռաֆայելը բղավում էր, դեմքը կարմիր զայրույթից, հիասթափությունից։ Նա չի ուզում տեսնել ձեզ։ Եվ քանի դեռ նա իմ տանիքի տակ է, դուք կհարգեք նրա ցանկությունները։ Օտավիոն հանգիստ էր մնում, բայց նրա ձայնը կրում էր մի իշխանություն, որը հարցեր չէր ընդունում։ Սա առանգում է։ Սա պաշտպանություն է։ Եվ եթե կրկին փորձեք ուժով մուտք գործել, ես կստանամ սահմանափակող հրաման։ Ռաֆայելը զայրացած հեռացավ, բայց անզոր։ Օտավիոն ուներ բավարար ռեսուրսներ, ազդեցություն, նրա կյանքը դժոխքի վերածելու համար։ Եվ նա սկսում էր հենց դա անել։ Նույն առավոտ Մարկոս Թադոսյանը հասավ առանձնատուն, ծավալուն թղթապանակով։ Օտավիոն նրան ընդունեց գրադարանում մի սենյակ, որը պատված էր հոնի փայտե գրապահարաններով, լի հազվագյուտ գրքերով, առաջին հրատարակություններով։ Դոսիեն ամբողջական է։ Մարկոսը դրեց թղթապանակը կաղնու սեղանին։ Իզաբելա Մանուկյան, 33 տարեկան։ Ծնվել է Գյումրիում, Շիրակի մարզում։ Միակ դուստրը մի զույգի, ովքեր բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր։ Մայրը մահացել է, երբ նա 14 տարեկան էր։ Հայրը, սնանկացած գործարար, անհետացել է դրանից անմիջապես հետո։ Իզաբելային դաստիարակել է մորաքույրը, ով, ըստ գրառումների, խմելու հետ խնդիրներ ուներ։ Օտավիոն թերթեց փաստաթղթերը։ Հին լուսանկարները ցույց էին տալիս երիտասարդ Իզաբելային, շատ տարբեր այսօրվա նրբագեղ կնոջից։ Չափազանց նիհար, պարզ հագուստներ, կորած հայացք։ Նա դժվար պատանեկություն է ունեցել։ Մարկոսը շարունակեց։
Տեղափոխվել է Երան 18 տարեկանում։ Աշխատել է որպես սպասարկող մի քանի շքեղ խանութներում։ Հենց այդտեղ էլ սկսել է հաճախել ավելի հարուստ շրջանակներ։ Մի քանի հարաբերություններ է ունեցել ավելի տարեց, բոլորն ամուսնացած, բոլորը հարուստ տղամարդկանց հետ։ Սոցիալական մագլցող։ Ոչ միայն դա։ Մարկոսը մատնացույց արեց կոնկրետ փաստաթղթի վրա։ Նա 3 տարի հարաբերությունների մեջ է եղել տեքստիլ արդյունաբերության գործարարի հետ։ Երբ նա փորձել է բաժանվել, Իզաբելան սպառնացել է նրան հանրային բացահայտումով։ Նա զգալի գումար է վճարել, որպեսզի Իզաբելան զուսպ անհետանա։ Շանտաժ։ Օտավիոն ատամները կրճտացրեց։ Այսինքն, նա փորձ ունի դրանում։ Ակնհայտորեն այո։ Եվ ստացած գումարով նա ներդրում է կատարել իր վերափոխման մեջ։ Պլաստիկ վիրահատություններ, նրբաճաշակ կրթություն, նոր ինքնություն է կառուցել։ Այսօր նա աշխատում է որպես նորաձության խորհրդատու բարձր եկամուտ ունեցող կանանց համար։ Այսպես էլ ծանոթացել է Ռաֆայելի հետ։ Նա վարձել է նրա ծառայությունները կորպորատիվ երեկույթ կազմակերպելու համար։ Օտավիոն կլանեց բոլոր տեղեկությունները։ Իզաբելայի պատմությունն ավելի բարդ էր, քան նա պատկերացնում էր։ Նա պարզապես միակողմանի չարագործ չէր։ Նա լքվածության մերժման կողմից ձավորված կին էր, ով սովորել էր օգտագործել իր արտաքինն ու խելքը որպես գոյատման զենք։ Դա չէր արդարացնում նրան, բայց բացատրում էր։ Սա ինչ-որ բան փոխում է։ Հարցրեց Մարկոսը, ուսումնասիրելով Օտավիոյի դեմքի արտահայտությունը։ Ոչ։ Օտավիոն ուժգնորեն փակեց թղթապանակը։ Կարևոր չէ, թե քանի ողբերգություն է նա ապրել։ Այն, ինչ նա արել է Մարինայի հետ, աններելի է։ Մենք կշարունակենք դատական գործընթացը։ Եվս մի բան կա։ Մարկոսը վարանեց։ Իզաբելային շանտաժի են ենթարկում։ Մենք որսացել ենք նրան ուղված զանգը 3 օր առաջ։ Ինչ որ մեկը ունի միջադեպի պատկերները օգտագործում է դրանք նրան ճնշելու համար։ Օտավիոն հոնքերը գնճռեց։ Օ, դեռ չգիտենք։ Ձայնը խեղաթյուրված էր։ Բայց մենք հետում ենք։ Կարող է լինել հիվանդանոցի ինչ-որ մեկը, ով մուտք է ունեցել ձայնագրություններին։ Կամ կարող է այլ բան լինել։ Շարունակեք հետաքննել։ Ուզում եմ իմանալ, ով է ինչ է ուզում։ Մարկոսը հեռացավ, Օտավիոյին մենակ թողնելով գրադարանում։ Նա վերցրեց Իզաբելայի հին լուսանկարներից մեկը դիտեց։ Այդ դեռահասի աչքերում կորած աղջիկը նույն կինը չէր, ով հրեց իր դստերը։ Բայց վերափոխումը մեղմ չէր եղել։ Այն հաշվարկված էր եղել, սառը։ Եվ հիմա նա կվճարեր գինը։ Վերի հարկում Մարինան նստած էր սենյակի պատշգամբում, երբ դուռը թակեցին։ Դա Բեատրիսն էր, ճաշ բերելով։ Դուք պետք է ուտեք, սիրելիս։ Երեխային սննդանյութեր են պետք։ Մարինան ընդունեց սկուտեղը, բայց հազիվ կերակուրին դիպավ։ Բեատրիսը նստեց մոտակա աթոռին։ Կարող եմ անձնական հարց տալ։ Մարինան գլխով արեց։ Դուք դեռ սիրում եք Ռաֆայելին։ Մարինան երկար լռեց։ Երբ վերջապես պատասխանեց, նրա ձայնը խեղդված էր։ Ես սիրում էի այն մարդուն, ով կարծում էի, որ նա էր։ Բայց այդ մարդը երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Ռաֆայելը միշտ եղել է այն, ինչ նա հիմա է։ Ես պարզապես չափազանց կույր էի տեսնելու համար։ Եվ ինչ եք անելու։ Չգիտեմ։ Մարինան դիպավ որովայնին։ Այս երեխան արժանի է ներկա հոր։ Բայց ես չեմ կարող նայել Ռաֆայելին առանց զզվանք զգալու։ Առանց հիշելու այն ամենը, ինչ նա արել է։ Այն բոլոր անգամները, երբ ստել է։ Այն բոլոր գիշերները, որ նա անցկացրել է նրա հետ, մինչ ես սպասում էի տանը։ Դուք հիմա որոշում կայացնելու կարիք չունեք։ Բեատրիսը բռնեց Մարինայի ձեռքը։ Կենտրոնացեք ձեր երեխայի վրա։ Մնացածը կգա հետո։ Մարինան գլխով արեց, բայց գիտեր, որ դա այդքան պարզ չէր։ Որոշումներ պետք է կայացվեին։ Եվ շուտով։ Մինչդեռ հյուսիսային պողոտայի շքեղ գրասենյակում Ռաֆայելը հանդիպում էր իր սեփական փաստաբանների հետ։ 3 տղամարդ էին կոստյումներով, բոլորը լուրջ արտահայտություններով։ Պարոն Մելիքյան, դուք պետք է հասկանաք իրավիճակի լրջությունը։
Գլխավոր փաստաբանը 60 տարեկան ճաղատ տղամարդ Ալբերտո Հարությունյանը ուղղեց ակնոցը։ Օտավիո Ալեքսանյանը զգալի ռեսուրսներ է մոբիլիզացնում։ Մենք արդեն ծանուցում ենք ստացել, որ ձեր ամենամեծ երկու պայմանագրերը վերանայվում են։ Դա ձեր տարեկան եկամտի 40%-ն է։ Նա չի կարող դա անել։ Ռաֆայելը բռունցքով խփեց սեղանին։ Մենք ստորագրված պայմանագրեր ունենք։ Պայմանագրեր, որոնք ունեն չեղարկման կետեր որոշակի հանգամանքներում։ Եվ Ալեքսանյան խումբը հղում է անում այդ կետերին։ Տեխնիկապես նրանք օրինականության սահմաններում են։ Սա անձնական հալածանք է։ Կարող է լինել։ Բայց դա դատարանում ապացուցելը տարիներ կպահանջի։ Եվ մինչ այդ, ձեր ընկերությունը կարող է չգոյատել։ Ալբերտոն բացեց մի թղթապանակ։ Իմ առաջարկն այն է, որ դուք փորձեք բանակցել։ Հարգալից մոտեցեք Մարինային։ Ցույց տվեք անկեղծ զղջում։ Առաջարկեք նրան բարենպաստ բաժանման համաձայնագիր։ Սա կարող է հանգստացնել Օտավիոյին։ Իսկ Իզաբելան? Ինչ անեմ նրա հետ։ Հեռավորություն։ Ալբերտոն ուղիղ խոսեց։ Նրա հետ ցանկացած շփում այս պահին միայն կվատթարացնի ձեր իրավիճակը։ Եթե դուք մեղսակից դատվեք միջադեպում, կարող եք կորցնել շատ ավելին, քան պայմանագրերը։ Ռաֆայելը հենվեց աթոռին, ձեռքերով շոյելով դեմքը։ Նրա կյանքը փլուզվում էր։ Այն ամենը, ինչ կառուցել էր, բոլոր ձեռքբերումները ոչնչացվում էին հիմար որոշումների պատճառով։ Եվ ամենավատն այն էր, որ նա գիտեր, որ արժանի էր դրան։ Այդ գիշեր Իզաբելան անհայտ համարից մեկ զանգ ստացավ։ Այս անգամ նա պատրաստ էր։ Նա ձայնագրեց զրույցը։ Տիկին Մանուկյան։ Խեղաթյուրված ձայնն ավելի մռայլ էր հնչում։ Տեսնում եմ, որ դեռ դաս չեք քաղել։ Ինչ եք ուզում ինձանից։ Արդարություն։ Գծի մյուս կողմում գտնվող անձը դադար տվեց։ Դուք վնասել եք մեկին, ում չպետք է։ Եվ հիմա պետք է վճարեք։ Բայց ես պատրաստ եմ այլընտրանք առաջարկել։ Ինչ այլընտրանք։ Հանրային խոստովանություն։ Հեռուստատեսությամբ ներողություն խնդրել։ Եվ զգալի նվիրատվություն խոցելի հղի կանանց աջակցող հաստատություններին։ Արեք դա, պատկերները կանհետանան։ Իսկ եթե մերժեմ, ապա Օտավիո Ալեքսանյանը ձեր միակ խնդիրը չի լինի։ Ես կապեր ունեմ մամուլում։ Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե ձեր ամբողջ պատմությունը բացահայտվի։ Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր անցյալ հարաբերություն, յուրաքանչյուր գաղտնիք, որը թաքցնում եք։ Իզաբելան զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Որքան ժամանակ ունեմ։ 48 ժամ։ Զանգը կտրվեց։ Իզաբելան հեռախոսը նետեց բազմոցին, սկսեց շրջել սենյակում։ Նա անկյուն էր մտել։ Եթե հրապարակային խոստովանություն աներ, կընդուներ իր մեղքը, կհեշտացներ քրեական գործընթացը։ Եթե չաներ, էլ ավելի դաժանորեն կբացահայտվեր։ Լավ ելք չկար։ Նա կրկին վերցրեց հեռախոսը, մեկ շաբաթվա մեջ առաջին անգամ զանգեց Ռաֆայելին։ Նա պատասխանեց առաջին իսկ զանգին։ Իզաբելա։ Որտե՞ղ ես։ Անհանգստացած եմ։ Մենք վատ վիճակում ենք, Ռաֆայել։ Ամբողջովին վատ վիճակում։ Ինչի մասին ես խոսում։ Իզաբելան պատմեց զանգերի, շանտաժի, սպառնալիքների մասին։ Ռաֆայելը լսում էր աճող լռությամբ։ Ոչինչ մի արա։ Այլս մի պատասխանիր այդ զանգերին։ Ես իմ փաստաբանին կուղարկեմ քեզ հետ խոսելու։ Քո փաստաբանը չի կարող ինձ օգնել։ Ոչ ոք չի կարող։ Իզաբելան զգաց, որ արցունքները հոսում են։ Ես ամեն ինչ փչացրի։ Փչացրի քո կյանքը, իմ կյանքը, այդ կնոջ կյանքը։ Եվ հիմա ետդարձ չկա։ Իզաբելա, լսի։ Ռաֆայելի ձայնը փորձում էր հանգստացնել, բայց լի էր վախով։ Մենք լուծում կգտնենք։ Միշտ կա լուծում։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այս անգամ գուցե չկար։ 2 շաբաթ էր անցել միջադեպից։ Մարինան ֆիզիկապես ավելի ուժեղ էր, բայց հուզականորեն մնում էր փխրուն։ Բժշկական հետազոտությունները ցույց էին տալիս, որ երեխան մնում էր առողջ, ընկնելու հետանքներից զերծ։ Սա որոշակի թեթացում էր բերում, բայց չէր ջնջում տրավման։
Օտավիոն հայտարարեց, որ Ալեքսանյան հիմնադրամի ավանդական ամենամյա բարեգործական գալան կանցկացվի ըստ պլանի։ Միջոցառումը ամեն տարի տեղի էր ունենում Դվին հյուրանոցային համալիրում, հավաքելով Երանի գործարար քաղաքական էլիտային։ Այս տարի հավաքված գումարը կուղղվեր ցածր եկամուտ ունեցող հղի կանանց աջակցության ծրագրերին։ Մարինան սկզբում դեմ էր։ Նա չէր ուզում հայտնվել հանրության առջ, չէր ուզում, որ իրեն խղճահարությամբ կամ հետաքրքրությամբ նայեն։ Բայց Օտավիոն պնդեց. «Դուք չեք կարող հավերժ թաքնվել»։ Նա ասաց, նստած նրա կողքին առանձնատան պատշգամբում։ Եվ այս գալան կատարյալ հնարավորություն է ցույց տալու, որ դուք լավ եք, որ դուք ուժեղ եք, որ չեք կործանվել տեղի ունեցածից։ Ես ինձ ուժեղ չեմ զգում, հայրիկ։ Բայց դուք ուժեղ եք։ Օտավիոն բռնեց նրա ձեռքը։ Եվ նույնիսկ եթե չեք զգում, պետք է այդպես երաք։ Մարդիկ դիտում են։ Սպասում են տեսնելու, կկրանաք, թե կբարձրանաք։ Ցույց տվեք նրանց։ Մարինան գիտեր, որ հայրը ճիշտ էր։ Իր աշխարհում ընկալումը ամեն ինչ էր։ Թուլություն ցույց տալը հարձակումներ հրավիրել էր։ Նա համաձայնեց գնալ։ Գալայի երեկոյին Մարինան հագավ երկար, մուգ կապույտ զգեստ, որը էլեգանտորեն քողարկում էր 8 ամսական փորը։ Բեատրիսը օգնեց նրան մազերի դիմահարդարման հարցում, ստեղծելով նրբագեղ, բայց բնական տեսք։ Երբ Մարինան նայեց իրեն հայելու մեջ, հազիվ ճանաչեց իր տեսած կնոջը։ Նա կարծես վերահսկողության տակ լիներ, ինքնավստահ, անձեռնմխելի։ Նա կարծես իր հայրը լիներ։ Ալեքսանյանների ժամանումը Դվին հյուրանոցային համալիրում մեծ իրարանցում առաջացրեց։ Լուսանկարիչները կայծակնային արագությամբ լուսանկարում էին։ Լրագրողները հարցեր էին բղավում։ Օտավիոն Մարինային մոտ պահեց, պաշտպանելով նրան իր տպավորիչ ներկայությամբ։ Նրանք մտան գլխավոր սրահ, շլացուցիչ տարածք բյուրեղյա ջահերով, ոսկեգույն երանգներով ձավորմամբ կատարելապես սեղաններով։ Մոտ 300 հյուր արդեն ներկա էր։ Գործարարներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, բարերարներ։ Բոլորը հագնված իրենց լավագույն հագուստներով, բոլորը ցուցադրում էին իրենց ամենահաշվարկված ժպիտները։ Մարինան զգաց հարյուրավոր հայացքների ծանրությունը իր վրա։ Ոմանք հետաքրքրասեր, ուրիշներ կարեկցող, շատերը պարզապես բամբասող։ Օտավիոն նրան ուղեկցեց գլխավոր սեղան։ Այնտեղ էին ընտանիքի ամենամոտ դաշնակիցներից մի քանիսը հիմնադրամի խորհրդի անդամները։ Բոլորը ողջունեցին Մարինային չափազանց ջերմությամբ, զգույշ հարցերով նրա առողջության մասին անորոշ մեկնաբանություններով միջադեպի վերաբերյալ։ Ճաշը մատուցվեց։ Ափխտած սաղմոն, սունկով ռիզոտո, հատապտուղներով աղանդեր։ Մարինան քիչ կերավ, լարվածությունից ստամոքսը խառնված զգալով։ Օտավիոն իր ամենամյա ելույթը կարդաց, խոսելով խոցելի հղի կանանց աջակցելու կարողության մասին, հնարավորություններ տալու նրանց, ովքեր չեն ունեցել նույն արտոնյալ պայմանները։ Խոսքերի հեգնանքը աննկատ չմնաց Մարինայի կողմից։ Ճաշից հետո սկսվեց բարեգործական աճուրդը։ Արվեստի գործեր, զարդեր, ուղղորություններ, բացառիկ փորձառություններ։ Հայտերը արագորեն բարձրանում էին, ավելի շատ շարժված էգոյի մրցակցությամբ, քան անկեղծ առատաձեռնությամբ։ Մարինան ամեն ինչ դիտում էր գրեթե կլինիկական հեռավորությամբ, կարծես թատերական ներկայացում դիտեր։ Հետո Օտավիոն կրկին բարձրացավ բեմ։ Նրա դեմքի արտահայտությունը լուրջ էր, տարբերվում էր ճաշի ընթացքում պահպանած թեթ տոնից։ Տիկնայք պարոնայք, նախքան այս երեկոն ավարտելը, կցանկանայի կիսվել կարևոր բանով։ Մի բանով, որն ուղղակիորեն առնչվում է այսօր այստեղ մեր աջակցած գործին։ Սրահում լռություն տիրեց։ Մարինան զգաց, որ սիրտը արագանում է։ Ինչ էր հայրը պատրաստվում անել։ 2 շաբաթ առաջ ինդուստր Մարինան հարձակման զոհ դարձավ բժշկի մոտ այցի սպասելիս։ Նա 7 ամսական հղի էր։ Հարձակումը վտանգի տակ դրեց ոչ միայն նրա կյանքը, այլ իմ թոռան կյանքը։ Շշուկներ տարածվեցին սրահում։ Որոշ մարդիկ արդեն գիտեին պատմությունը լուրերով, բայց Օտավիոին հրապարակայնորեն հաստատելը այլ էր։ Ես այս երեկոն բերել եմ ոչ միայն մեր հիմնադրամը տոնելու, այլ բոլորիդ ցույց տալու, թե ինչ է պատահում, երբ հղի կանայք հայտնվում են խոցելի իրավիճակներում։ Եվ ես խոսում եմ ոչ միայն տնտեսական խոցելիության մասին։ Ես խոսում եմ հուզական խոցելիության մասին։ Բռնության մասին։ Օտավիոն նշան արեց ձայնային օպերատորին։
Սրահի լույսերը մարեցին։ Բեմի հետում իջավ մի հսկայական էկրան։ Եվ հետո սկսվեց հիվանդանոցի անվտանգության տեսախցիկների պատկերների ցուցադրությունը։ Մարինան զգաց, որ արյունը սառեց։ Նա չգիտեր, որ հայրը դա կաներ։ Ոչ այսպես։ Ոչ հրապարակայնորեն։ Պատկերները ցույց էին տալիս ամեն ինչ։ Իզաբելայի ժամանումը։ Վեճը։ Դաժան խոսքերը։ Հրումը։ Մարինայի ընկնելը։ Բուժքույրերի խուճապը։ Դա դաժան էր։ Իրական։ Անհնար է անտեսել։ Երբ պատկերներն ավարտվեցին, սրահում լռություն էր։ Այնուհետ դանդաղ հայացքները սկսեցին շարժվել։ Փնտրելով։ Մինչ ինչ-որ մեկը մատնացույց արեց։ Իզաբելան այնտեղ էր։ Նա եկել էր որպես անշարժ գույքի գործարարի, Ռաֆայելի ծանոթի, ուղեկցորդ։ Հագած էր երկար կարմիր զգեստ, մազերը բաց, փորձելով պահպանել հանգստությունը։ Բայց երբ հասկացավ, որ բոլորը նայում են իրեն, նրա դիմակը ճաքեց։ Օտավիոն շարունակեց, նրա ձայնը արձագանքում էր սրահում։ Այն կինը, ում դուք հենց նոր տեսաք պատկերներում, այսօր մեզ հետ է այստեղ։ Իզաբելա Մանուկյան։ Եվ ես կցանկանայի, որ նա բոլորիս բացատրեր, թե ինչն է ստիպել նրան հարձակվել հղի կնոջ վրա։ Ինչն է ստիպել նրան վտանգի տակ դնել անմեղ կյանք։ Իզաբելան վեր կացավ, դողալով. Ես չէի ուզում։ Դա դժբախտ պատահար էր։ Դժբախտ պատահար։ Օտավիոն իջավ բեմից, քայլելով նրա ուղղությամբ։ Պատկերները հստակ ցույց են տալիս միտումնավոր հրում։ Ցույց են տալիս ձեր հաշվարկված խոսքերը վնասելու համար։ Սա դժբախտ պատահար չէր։ Սա դաժանություն էր։ Իզաբելային ուղեկցող գործարարը հեռացավ նրանից, ակնհայտորեն անհարմարավետ զգալով։ Իզաբելան մենակ մնաց, շրջապատված մեղադրական հայացքներով։ Խնդրում եմ։ Նրա ձայնը թույլ էր։ Դուք չեք հասկանում։ Դուք չգիտեք, թե ինչ է ապրել ինչ-որ մեկի ստվերի տակ։ Ինչ է նշանակում միշտ լինել երկրորդ տարբերակը։ Միշտ թաքնվածը։ Ես կորցրի ինքնատիրապետումս։ Ես գիտեմ, որ սխալվել եմ։ Բայց ես հրեշ չեմ։ Ոչ։ Օտավիոն հիմա նրանից մի քանի մետր հեռավորության վրա էր։ Ապա ինչ եք։ Որովհետև հրեշ չլինող մարդը չի անում այն, ինչ դուք արել եք։ Իզաբելան սկսեց լացել։ Արցունքները հոսում էին, մրմուրով լվանալով դիմահարդարումը։ Ես շատ եմ ցավում։ Նայելով Մարինային։ Ես շատ եմ ցավում իմ արածի համար։ Ես իրավունք չունեի։ Ես ամեն ինչում սխալ էի։ Ռաֆայելի հետ շփվելիս։ Քեզ հետ առերեսվելիս։ Իմ զայրույթը չվերահսկելիս։ Ես կործանեցի իմ կյանքը քոնը մի մարդու պատճառով, ով նույնիսկ արժանի չէ դրան։ Մարինան զգաց, որ ինչ-որ բան շարժվում է իր ներսում։ Դա երեխան չէր։ Դա ավելի խորն էր։ Խղճահարություն։ Զայրույթ։ Շփոթություն։ Ամեն ինչ խառնված։ Օտավիոն կարեկցանք չցուցաբերեց։ Արցունքները չեն փոխում այն, ինչ դուք արել եք։ Չեն ջնջում ցավը։ Չեն վերադարձնում այն անվտանգությունը, որը դուք խլել եք իմ դստերից։ Ես գիտեմ։ Իզաբելան ձեռքերով սրբեց դեմքը։ Ես գիտեմ, որ ոչ մի բան, որ ես ասեմ կամ անեմ, չի շտկի սա։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ ես պարզապես սա չեմ։ Ես պարզապես այս սարսափելի պահը չեմ։ Ես մի մարդ եմ, ով կոտրվել է շատ ավելի վաղ, քան կոտրել է մեկ ուրիշին։ Բոլորը սրահում դիտում էին տեսարանը, կարծես դա կենդանի թատրոն լիներ։ Ոմանք սարսափով, ուրիշներ մռայլ հիացմունքով։ Մարինան հանկարծ վեր կացավ։ Նրա ձայնը կտրեց լռությունը։ Բավական է, հայրիկ։ Օտավիոն շրջվեց, զարմացած։ Մարինա։ Բավական է։ Մարինան քայլեց սրահի կենտրոն, կանգնելով հոր Իզաբելայի միջ։ Ես թույլ չեմ տա, որ իմ ցավը վերածվի շոուի։ Ես թույլ չեմ տա, որ դուք օգտագործեք իմ պատմությունը, ձեր վրեժխնդրության ցանկությունը բավարարելու համար։ Մարինա, ես դա անում եմ քեզ համար։ Օտավիոն իսկապես շփոթված էր թվում։ Ոչ։ Դուք դա անում եք ձեզ համար։
Ցույց տալու համար, որ ոչ ոք չի կարող դիպչել Ալեքսանյաններին առանց գին վճարելու։ Բայց ես դուք չեմ։ Եվ չեմ ուզում լինել։ Մարինան շրջվեց դեպի Իզաբելան։ Դուք ինձ վնասեցիք։ Վնասեցիք իմ որդուն։ Եվ ես այդ սպին հավերժ կկրեմ։ Բայց ես թույլ չեմ տա, որ դա սահմանի ինձ։ Ես թույլ չեմ տա, որ ատելությունը տիրի ինձ, ինչպես տիրեց ձեզ։ Իզաբելան հեկեկում էր, անկարող խոսելու։ Հուսով եմ, որ դուք օգնություն կգտնեք։ Հուսով եմ, որ դուք խաղաղություն կգտնեք։ Որովհետև ակնհայտորեն դուք դրանցից ոչ մեկը չունեք։ Մարինան նայեց բոլորին սրահում։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ովքեր այստեղ շամպայն են խմում, դիտելով ուրիշի տառապանքը, հուսով եմ, որ կհիշեք, որ մենք բոլորս մարդիկ ենք։ Բոլորս սխալներ ենք թույլ տալիս։ Ոմանք ավելի լուրջ, քան մյուսները։ Բայց ոչ ոք չի բաղկացած միայն մեր ամենավատ պահից։ Մարինան դուրս եկավ սրահից, թողնելով ապշած լռություն։ Օտավիոն կանգնած մնաց, մշակելով տեղի ունեցածը։ Իզաբելան փլվեց աթոռի վրա, դեմքը թաղելով ձեռքերում։ Դրսում Մարինան շնչում էր գիշերվա թարմ օդը, զգալով, որ արցունքները վերջապես հոսում են։ Բեատրիսը հայտնվեց նրա կողքին, նրա ուսերին շալ գցելով։ Դա շատ քաջություն էր։ Կամ շատ հիմարություն։ Մարինան սրբեց արցունքները։ Բայց ես այլս չէի կարող։ Չէի կարող թույլ տալ, որ նա դա պատերազմի վերածեր։ Արդեն շատ ցավ կար։ Ինչ եք անելու հիմա։ Մարինան դիպավ որովայնին, զգալով, որ երեխան շարժվում է։ Ես կկենտրոնանամ մայր լինելու վրա։ Նոր կյանք կառուցելու վրա։ Հեռու այս ամենից։ Նրանց բոլորից։ 3 ամիս էր անցել միջադեպից։ Մարինան ծնել էր մի առողջ տղա, ում անունը Լուկաս էր։ Ծննդաբերությունը հանգիստ էր, առանց բարդությունների, շատ ժամանակի մեջ առաջին անգամ Մարինան երջանկությանը մոտ ինչ-որ բան զգաց, որդուն գրկած պահելիս։ Ռաֆայելը փորձել էր ներկա լինել, բայց Մարինան հեռավորություն էր պահել։ Նա կարող էր այցելել որդուն հսկողության ներքո, բայց հաշտեցման մասին ցանկացած խոսակցություն անմիջապես կտրվում էր։ Մարինան սկսել էր ամուսնալուծության գործընթացը, խնդրելով Լուկասի լիակատար խնամակալությունը։ Ռաֆայելը չառարկեց։ Նա գիտեր, որ փաստարկներ չունի։ Մինչդեռ Իզաբելայի դեմ քրեական գործը առաջ էր գնում։ Մարկոս Թադոսյանը ամուր գործ էր կառուցել, հենվելով անվտանգության տեսախցիկի պատկերների, վկաների ցուցմունքների բժշկական եզրակացությունների վրա, որոնք հաստատում էին այն ռիսկը, որին ենթարկվել էին Մարինան երեխան։ Դատավարության ամսաթիվը նշանակվեց 5շաբթի առավոտյան։ Երանի կենտրոն վարչական շրջանի քրեական դատարանը լեփ-լեցուն էր։ Լրագրողներ, հետաքրքրասերներ, իրավաբանության ուսանողներ, բոլորը ցանկանում էին ներկա լինել Երանի ամենաքննարկվող դեպքերից մեկին։ Մարինան ժամանեց Օտավիոյի Բեատրիսի ուղեկցությամբ։ Նա հագած էր մոխրագույն տաբատով բլեյզերով կոստյում, մազերը հավաքված էին էլեգանտ կապոցով, դեմքի արտահայտությունը հանգիստ, բայց վճռական։ Լուկասը մնացել էր տանը դայակի հետ։ Մարինան չէր ուզում նրան ենթարկել այդ միջավայրին։ Միջանցքի մյուս կողմում Իզաբելան ժամանեց իր պաշտպան փաստաբան դոկտոր Հենրիխ Ղազարյանի հետ, մի քրեական իրավաբան, ով հայտնի էր դժվար գործեր պաշտպանելով։ Իզաբելան ակնհայտորեն ավելի նիհար էր, դեմքը գունատ, աչքերի տակ մուգ շրջանակներ։ Վերջին ամիսները կործանարար էին եղել։ Նա կորցրել էր իր բնակարանը, աշխատանքային պայմանագրերը, իր քիչ ընկերներին։ Ապրում էր Արելյան թաղամասում վարձակալած սենյակում, գոյատելով արագ սպառվող խնայողություններով։ Դատավոր դոկտոր Պողոս Հարությունյանը, 60 տարեկան, տասնամյակների փորձ ունեցող մարդ, մտավ սենյակ։ Բոլորը վեր կացան։ Դատավարությունը սկսվեց։ Մարկոս Թադոսյանը մեղադրական կողմի գործը ներկայացրեց վիրաբուժական ճշգրտությամբ։ Նա կրկին ցույց տվեց պատկերները, այս անգամ երդվյալ ատենակալներին։ Կանչեց հիվանդանոցի վկաներին։ Բժիշկները բացատրեցին այն ռիսկերը, որոնց ենթարկվել էին Մարինան երեխան։ Բուժքույրերը նկարագրեցին քաոսային տեսարանը։ Հոգեբանը ցուցմունք տվեց Մարինայի կրած հուզական տրավմայի մասին։ Պաշտպանությունը հակահարված տվեց, փորձելով մարդկայնացնել Իզաբելային։ Դոկտոր Հենրիխը կանչեց մի հոգեբանի, ով Իզաբելայի հետ աշխատել էր միջադեպից հետո։
Մասնագետը նկարագրեց Իզաբելայի մանկության տրավմաները, հոր կողմից լքվելը, կրած բռնությունները, կործանարար պաշտպանական մեխանիզմների ձևավորումը։ Բնավորության վկաները խոսեցին այն պահերի մասին, երբ Իզաբելան բարություն, առատաձեռնություն էր ցուցաբերել։ Բայց ապացույցները ջնշող էին։ Եվ երբ եկավ Մարինայի ցուցմունք տալու ժամանակը, սրահում լռություն էր։ Մարինան ամուր քայլերով բարձրացավ վկաների նստարանին։ Երդվեց ճշմարտությունն ասել։ Դատախազ դոկտոր Ալեքսանդր Նազարյանը սկսեց հարցերով այդ օրվա իրադարձությունների մասին։ Մարինան հանգիստ պատասխանեց, նկարագրելով յուրաքանչյուր մանրուք։ Նրա ձայնը չդողաց, խոսելով հրումի, ընկնելու, որդուն կորցնելու վախի մասին։ Ինչպե՞ս եք զգացել այդ պահին, հարցրեց դատախազը։ Մարինան ուղիղ նայեց Իզաբելային։ Վախ զգացի։ Վախ, որ իմ որդին չի գոյատի։ Վախ, որ իմ վերջին հիշողությունը կլինի ցավից, դավաճանությունից։ Բայց նա տխրություն զգացի։ Տխրություն, հասկանալով, որ այն մարդը, ով ինձ վնասել էր, ինքը այնքան վնասված էր, որ միայն գիտեր ցավ արտահայտել, ավելի շատ ցավ պատճառելով։ Պաշտպան փաստաբանը վեր կացավ հակահարցաքննության համար։ Տիկին Ալեքսանյան, դուք չեք կարծում, որ ձեր հայրը օգտագործել է այս միջադեպը անձնական վրեժխնդրության համար, որ նա ուժեղացրել է արդեն ցավոտ իրավիճակը, բավարարելու իր սեփական պատժի ցանկությունները։ Մարինան հայացքը չշեղեց։ Իմ հայրը գործել է այնպես, ինչպես ճիշտ է համարել, ինձ պաշտպանելու համար։ Համաձայն եմ բոլոր մեթոդների հետ։ Ոչ։ Բայց հասկանում եմ, որ նա գործել է սիրուց դրդված, նույնիսկ եթե սխալ ուղղորդված սեր էր։ Իզաբելան, մյուս կողմից, գործել է զայրույթից, նախանձից։ Տարբերություն կա։ Բայց դուք կարեկցանք չցուցաբերեցիք իմ հաճախորդին գալայի ժամանակ։ Չասացիք, որ նրան օգնություն է պետք։ Այո։ Եվ դեռ հավատում եմ դրան։ Մարինան կրկին նայեց Իզաբելային։ Հավատում եմ, որ նրան բուժում է պետք, աջակցություն, իր կյանքը վերակառուցելու հնարավորություն։ Բայց դա չի չեղարկում այն, ինչ նա արել է։ Արդարությունն ու կարեկցանքը բացառող չեն։ Նա պետք է պատասխանի իր արարքների համար։ Եվ հետո նրան օգնություն է պետք, ապահովելու համար, որ այլս երբեք այդպես չգործի։ Պաշտպանությունը փորձեց մի քանի հարց տալ, բայց Մարինան մնաց ամուր, հաշվետվողականությունը հավասարակշռելով մարդկայնության հետ այնպես, որ տպավորեց նույնիսկ դատավորին։ Երբ եկավ Իզաբելայի ցուցմունք տալու ժամանակը, նա դողացող ձեռքերով բարձրացավ նստարանին։ Նրա փաստաբանը հարցեր տվեց նրա մանկության, նրա տրավմաների մասին, փորձելով կառուցել մի կոտրված մարդու պատմություն, ով սարսափելի սխալ էր թույլ տվել։ Բայց երբ դատախազը սկսեց իր հարցաքննությունը, Իզաբելան փլվեց։ Նա խոստովանեց առերեսման նախապես մտածված լինելը։ Խոստովանեց, որ հիվանդանոց էր գնացել հատուկ Մարինային վախեցնելու համար։ Խոստովանեց, որ հրումը թե իմպուլսիվ, կուտակված զայրույթի արդյունք էր։ Ինչու՞ արեցիք դա, հարցրեց դատախազը։ Իզաբելան սրբեց արցունքները։ Որովհետ ուզում էի, որ նա զգար իմ զգացած ցավի մի մասը։ Որովհետ իմ խեղաթյուրված գլխում նա էր մեղավորը։ Նա ուներ ամեն ինչ։ Ընտանիքը։ Անունը։ Այն մարդուն, ում սիրում էի։ Եվ ես ոչինչ չունեի։ Երբեք չեմ ունեցել։ Այդ իսկ պատճառով ուզում էի խլել նրանից այն, ինչ ես երբեք չէի կարող ունենալ։ Ուզում էի կործանել նրա հեքիաթը, ինչպես իմն էր կործանվել։ Եվ հիմա… Ինչպե՞ս եք զգում դրա մասին։ Իզաբելան նայեց Մարինային, ափսոսանքով լի աչքերով։ Ամաչած։ Իմ անձից սարսափած։ Ես կարող էի վնասել անմեղ երեխայի։ Կարող էի անդառնալի ողբերգություն պատճառել։ Եվ ինչու՞։ Մի մարդու պատճառով, ով նույնիսկ բավականաչափ չէր հարգում ինձ, անկեղծ լինելու համար։ Մի ֆանտազիայի պատճառով, որը ստեղծել էի իմ գլխում։ Ես կործանեցի իմ կյանքը, գրեթե կործանեցի նրա կյանքը բացարձակապես ոչնչի համար։ Վերջին փաստարկները ներկայացվեցին։ Պաշտպանությունը խնդրեց ներողամտություն, պնդելով, որ բանտը չի լուծի Իզաբելայի խնդիրները, որ նրան բուժում է պետք։ Մեղադրող կողմը պնդեց, որ գործողության լրջությունը պահանջում է համաչափ հետանքներ։ Երդվյալ ատենակալները հեռացան խորհրդակցելու։ 2 ժամ անց նրանք վերադարձան։ Դատավճիռը միաձայն էր։
Մեղավոր։ Դատավորը հայտարարեց դատավճիռը։ 2 տարվա ազատազրկում 1 տարի հետո պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ լավ վարքի վերականգնողական ծրագրերին մասնակցելու դեպքում։ Բացի այդ, Իզաբելան պետք է զգալի փոխհատուցում վճարեր Մարինային 300 ժամ հանրային աշխատանք կատարեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց ապաստարաններում։ Երբ դատավճիռը կարդացվեց, Իզաբելան չարձագանքեց։ Նա պարզապես խոնարհեց գլուխը, ընդունելով։ Մարինան դիտում էր առանց հաղթանակի արտահայտության։ Այնտեղ հաղթանակ չկար։ Միայն ցավալի գլխի անհրաժեշտ ավարտը։ Դատարանի դրսում մամուլը շրջապատեց Մարինային։ Նա պատրաստվեց հայտարարություն անելու։ Այսօր արդարություն հաստատվեց։ Ես չեմ տոնում դա։ Ուրախություն չկա ինչ-որ մեկի դատապարտումը տեսնելու մեջ, նույնիսկ եթե նրա արարքները անչափելի ցավ են պատճառել։ Հուսով եմ, որ մենք բոլորս կկարողանանք դասեր քաղել դրանից։ Որ խոցելի իրավիճակներում գտնվող կանայք կգտնեն աջակցություն դատելու փոխարեն։ Որ վնասված մարդիկ կփնտրեն բուժում վրեժխնդրության փոխարեն։ Եվ որ մենք բոլորս կհիշենք, որ յուրաքանչյուր վերնագրի հետում կան իրական մարդիկ, իրական կյանքերով։ Մի լրագրող բղավեց. Իսկ ձեր ամուսինը։ Նա նույնպես կդատվի։ Մարինան հառաչեց. Ռաֆայելն արդեն կորցրել է իմ վստահությունը, իմ հարգանքը, իր ընտանիքը։ Նա իր ընտրությունների գինը վճարում է այլ կերպ։ Իմ ուշադրության կենտրոնում հիմա իմ որդին է։ Դա նոր ապագա կառուցելն է, որտեղ նա կմեծանա սիրով, ազնվությամբ, անկեղծությամբ շրջապատված։ Անցյալը մնում է այսօրվանից հետում։ Օտավիոն կանգնած էր նրա կողքին ամբողջ հայտարարության ընթացքում։ Երբ ավարտեցին, նա գրկեց նրան. Դուք հիանալի էիք այնտեղ։ Մարինան թեթակի ժպտաց. Սովորել եմ լավագույնից։ Բայց հայրիկ, պետք է ձեզանից մի բան խնդրեմ։ Ինչ էլ որ լինի։ Այլս մի փնտրեք վրեժ Ռաֆայելի դեմ։ Թող նրա արարքների բնական հետանքները բավարար լինեն։ Նա արդեն կորցրել է այն ամենը, ինչ կարող էր։ Շարունակել հետապնդելը միայն ավելի շատ մարդկանց կվնասի։ Օտավիոն վարանեց, բայց վերջապես համաձայնեց։ Քեզ համար։ Միայն քեզ համար։ Մինչ Մարինան Օտավիոն դուրս էին գալիս դատարանից, նրանցից ոչ ոք չնկատեց հեռվից դիտող մի մարդու։ Նա կրում էր մուգ ակնոց գլխարկ, հեշտությամբ խառնվելով ամբոխին։ Նա գաղտնի լուսանկարեց Մարինային, նախքան հեռախոսը պահելը մարդկանց մեջ անհետանալը։ Այդ գիշեր Մարինան տանն էր, երբ պատվեր ստացավ։ Առաքիչը պարզապես ասաց, որ շտապ է։ Տուփի մեջ ծրար նամակ կար։ Նամակում ասվում էր. Շնորհավորում եմ դատարանում տարած հաղթանակի կապակցությամբ։ Բայց իմացեք, որ իսկական պատմությունը դեռ չի պատմվել։ Ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։ Որոշ մարդիկ ավելի խորը գաղտնիքներ ունեն, քան կարող եք պատկերացնել։ Եվ շուտով այդ գաղտնիքները կբացահայտվեն։ Պատրաստ եղեք։ Մարինան սարսուռ զգաց։ Ո՞վ էր ուղարկում դա։ Ինչ ուրիշ բան կարող էր լինել։ Նա մտածեց ցույց տալ հորը, բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Կար մի զգացում, որ այդ նամակը բացահայտելը կարող էր իրադարձություններ առաջացնել, որոնց նա պատրաստ չէր դիմակայել։ Նա նամակը պահեց կողպված դարակում, փորձեց մոռանալ։ Բայց մտքի խորքում մի հարց մնում էր. Էլ ինչ էր թաքնված։ 6 ամիս էր անցել դատավարությունից։ Մարինան նոր ռիթմ էր գտել իր կյանքում։ Լուկասը մեծանում էր առողջ ու ուրախ, լույս բերելով ամենամութ օրերին։ Նա լիովին նվիրված էր մայրությանը, բայց նա սկսել էր աշխատել խոցելի վիճակում գտնվող հղի կանանց աջակցող հիմնադրամի ստեղծման վրա։ Անունը կլիներ Հույսի ինստիտուտ, դրա առաքելությունն էր հոգեբանական, բժշկական իրավական աջակցություն տրամադրել դժվարությունների բախվող հղի կանանց։ Ծրագիրը սպառում էր նրա ցերեկները, մինչ Լուկասը քնում էր։ Մարինան ուսումնասիրում էր այլ կազմակերպությունների մոդելները, զրուցում մասնագետների հետ, փնտրում ֆինանսավորողներ։ Օտավիոն լիովին աջակցում էր, առաջարկելով ինչպես ֆինանսական ռեսուրսներ, այնպես էլ իր կապերի ցանցը։ Դա ցավը նպատակի վերածելու միջոց էր։ Ռաֆայելը տեղափոխվել էր Գյումրի։ Նրա ընկերությունը Երանում գրեթե սնանկացել էր այն բանից հետո, երբ Օտավիոն հանել էր բոլոր աջակցություններն ու պայմանագրերը։ Նա այցելում էր Լուկասին ամիսը մեկ անգամ, միշտ հսկողության ներքո։
Այցելությունները ջերմ էին, բայց հեռավոր։ Մարինան նկատում էր, որ Ռաֆայելը կրում էր մեղքի մի բեռ, որը նա երբեք չէր կարողանա լիովին թեթացնել։ Իզաբելան կրում էր իր պատիժը կիսաբաց ռեժիմով, ցերեկը աշխատելով կանանց ապաստարանում, երեկոյան վերադառնալով քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Մարկոսի միջոցով Մարինային հասած հաղորդումների, Իզաբելան փոխվել էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր թերապիայի խմբերին, հեռակա ուսումնասիրում էր, ցուցաբերում անկեղծ զղջում։ Մարինան նույնիսկ մտածեց այցելել նրան, բայց դեռ պատրաստ չէր զգում իրեն։ Ամեն ինչ կարծես վերջապես կարգավորվում էր։ Մինչ անանուն նամակը կրկին սկսեց հալածել Մարինային։ Երեքշաբթի կեսօր էր, երբ մեկ առաքում հասավ։ Մարինան այս անգամ մենակ բացեց, քանի որ Բեատրիսը շուկայում էր։ Ներսում կար մի ֆլեշ կրիչ մեկ այլ ձեռագիր նամակ։ Սիրելի Մարինա, ժամանակն է, որ դու իմանաս ամբողջ ճշմարտությունը։ Այն, ինչ տեղի ունեցավ հիվանդանոցում, ժամանակի առումով պատահական չէր։ Այն կազմակերպված էր։ Քեզ շատ մոտ գտնվող մեկը ճշգրիտ գիտեր, թե ինչ էր պլանավորում Իզաբելան անել, ոչինչ չարեց դա կանխելու համար։ Իրականում, խրախուսեց։ Դիտիր ֆլեշ գրիչի ֆայլերը։ Եվ հետո կհասկանաս, որ քո ընտանիքն ավելի մութ գաղտնիքներ ունի, քան պատկերացնում ես։ Դողացող ձեռքերով Մարինան միացրեց ֆլեշ գրիչը նոութբուքին։ Կային 3 աուդիո ֆայլ, 1 PDF փաստաթուղթ։ Նա սկսեց առաջին աուդիոից։ Դա հեռախոսազրույցի ձայնագրություն էր։ Որակը կատարյալ չէր, բայց ձայները ճանաչելի էին։ Մեկը Իզաբելայինն էր։ Մյուսը սառեցրեց Մարինայի արյունը։ Դա Ռաֆայելն էր։ Բայց կար երրորդ ձայնը։ Մի տղամարդու ձայն, որը Մարինան անմիջապես չկարողացավ նույնականացնել։ Նա բարձրացրեց ձայնը։ Համոզված ես, որ նա մենակ կլինի։ Հարցրեց անհայտ ձայնը։ Այո։ Ռաֆայելը պատասխանեց։ Այցը առավոտյան ժամը 10-ին է։ Ես ասացի, որ շտապ հանդիպում ունեմ։ Նա մենակ կլինի սպասասրահում։ Եվ կարծում ես, որ Իզաբելան կանի այն, ինչ պետք է արվի։ Եթե նա հետի մեր տված սցենարին, այո։ Ռաֆայելը ինքնավստահ էր թվում։ Պարզապես պետք է բավականաչափ վախեցնել Մարինային։ Ստիպել նրան հասկանալ, որ այս ամուսնությունը ապագա չունի։ Որ երեխային ավելի լավ կլինի դաստիարակել ինձանից հեռու։ Իսկ եթե սխալ ընթանա։ Եթե Մարինան իսկապես վնասվի։ Մի քանի վայրկյան լռություն։ Հետո Ռաֆայելը պատասխանեց, ձայնը սառը։ Դա հաշվարկված ռիսկ է։ Մարինան սրտխառնոց զգաց։ Նա դադարեցրեց աուդիոն, անկարող շարունակելու։ Ռաֆայելը գիտեր։ Նա պլանավորել էր։ Այն մարդը, ում նա սիրում էր, իր որդու հայրը, գիտակցաբար վտանգի տակ էր դրել նրա կյանքը։ Բայց ո՞վ էր երրորդ ձայնը։ Մարինան պետք է իմանար։ Նա բացեց PDF փաստաթուղթը։ Դա բանկային քաղվածքների շարք էր։ Գործարքներ Ռաֆայելի անունով գրանցված հաշվի օֆշորային ընկերության անունով գրանցված մեկ այլ հաշվի միջ։ Ամսաթվերը հիվանդանոցային միջադեպից 2 շաբաթ առաջ էին։ 50,000 դրամ էր փոխանցվել։ Վերջնական ստացողը, որը բացահայտված է ստորագրության մեջ, ստիպեց Մարինայի սրտին կանգ առնել։ Հենրիխ Ղազարյան։ Իզաբելայի պաշտպան փաստաբանը։ Մարինան մի քանի անգամ վերընթերցեց անունը, փորձելով մարսել։ Ռաֆայելը վճարել էր Իզաբելայի փաստաբանին։ Ինչու՞։ Ոչինչ իմաստ չուներ։ Նա լսեց երկրորդ աուդիոն։ Այս անգամ դա Ռաֆայելի Հենրիխի միջ զրույց էր։ Այսպիսով, համաձայնեցված է։ Հենրիխի ձայնը պրոֆեսիոնալ էր, գրեթե բյուրոկրատական։ Ես կպաշտպանեմ Իզաբելային, ինչպես ցանկացած այլ հաճախորդի։ Ոչ ոք չի կասկածի կապին։ Եվ երբ ամեն ինչ ավարտվի, նա լուր կմնա ձեր մասնակցության մասին։ Իսկ եթե խոսի։ Չի խոսի։ Հենրիխը ծիծաղեց։ Նա ստորագրել է փոխզիջող փաստաթղթեր։ Եթե խոսի, ինքը կմեղադրվի։ Դա կատարյալ ապահովագրություն է։ Իսկ Մարինան։ Նա կիմանա։ Ոչ, եթե դուք ձեր մասն անեք։ Շարունակեք խաղալ մեղավոր, բայց միամիտ ամուսնու դերը։ Հանրությունը ձեզ կատի մի որոշ ժամանակ, բայց դուք կգոյատեք։
Եվ առանց Մարինայի երեխայի ճանապարհին դուք ազատ եք ձեր կյանքը վերակառուցելու, ինչպես կցանկանաք։ Մարինան անջատեց նոութբուքը, անկարող շարունակելու։ Արցունքները հոսում էին դեմքով։ Ռաֆայելը ոչ միայն անհավատարիմ ամուսին էր։ Նա դավադիր էր։ Նա Իզաբելային որպես զենք էր օգտագործել։ Նա վճարել էր իր փաստաբանին, ապահովելու համար, որ նա չբացահայտի ճշմարտությունը։ Եվ պատրաստ էր զոհաբերել Մարինային երեխային իր սեփական ազատության համար։ Բայց դեռ կար երրորդ աուդիոն։ Դողացող ձեռքերով Մարինան սեղմեց նվագարկման կոճակը։ Այս անգամ ձայնագրությունը Հենրիխի մեկ այլ անձի միջ զրույց էր։ Մի ձայն, որը Մարինան վերջապես ճանաչեց այնպիսի ցնցումով, որը նրան անշնչացրեց։ Դա Օտավիոն էր։ Համոզված ես, որ պլանը կաշխատի, հարցրեց Օտավիոն։ Բացարձակ։ Հենրիխը պատասխանեց։ Ռաֆայելը կանխատեսելի է։ Նա կանի հենց այն, ինչ մենք սպասում ենք։ Նա կվարձի Իզաբելային միջադեպ ստեղծելու համար։ Մենք ապացույցներ կունենանք, որ նա է ամեն ինչ կազմակերպում։ Եվ երբ դա բացահայտվի, դուք ոչ միայն դրանով նրան իրավականորեն ոչնչացնելու հիմքեր կունենաք, այլ նրան մշտապես հեռացնելու Մարինայից թոռից։ Բայց Մարինան կարող է վնասվել։ Հաշվարկված ռիսկ։ Հենրիխը կրկնեց Ռաֆայելի նույն բառերը։ Բայց դուք կապահովեք, որ անվտանգության տեսախցիկները ամեն ինչ արձանագրեն։ Որ բժիշկները պատրաստ լինեն։ Ռիսկը նվազագույն է։ Եվ շահույթը առավելագույն։ Լռություն։ Հետո Օտավիոն խոսեց, ձայնը ծանր։ Արա այն, ինչ պետք է արվի։ Միայն ապահովիր, որ իմ դուստրը թոռը անվնաս մնան։ Մարինան զգաց, որ աշխարհը փլուզվում է։ Նրա հայրը։ Նրա սեփական հայրը կազմակերպել էր ամեն ինչ։ Նա օգտագործել էր Ռաֆայելին, Իզաբելային, բոլորին որպես խաղատախտակի խաղաքարեր։ Եվ նա, Մարինան, եղել էր ամենաթանկարժեք խաղաքարը։ Կատարյալ զոհը, որը կստեղծեր կատարյալ հիմնավորում, որպեսզի Օտավիոն անի այն, ինչ միշտ ցանկացել էր, հեռացնի Ռաֆայելին, պահպանի լիակատար վերահսկողություն իր թոռան վրա։ Նա չգիտեր, թե որքան ժամանակ էր լացում, երբ Բեատրիսը տուն հասավ։ Ավելի տարեց կինը դրեց պայուսակները, վազեց Մարինայի մոտ։ Սիրելիս, ինչ է պատահել։ Վատ ես զգում։ Մարինան չկարողացավ խոսել։ Նա պարզապես մատնացույց արեց նոութբուքը։ Բեատրիսը կարդաց փաստաթղթերը, լսեց աուդիոները։ Նրա դեմքը աստիճանաբար գունատվեց։ Աստված իմ։ Բեատրիսը ծանր նստեց։ Մարինա, ես չգիտեի։ Ես երդվում եմ, որ չգիտեի։ Դուք նրա համար աշխատում եք 20 տարի։ Ինչպես չգիտեիք։ Որովհետև Օտավիոն տեղեկությունները բաժանելու վարպետ է։ Նա ինձ միայն այն է ասում, ինչ պետք է իմանամ իմ առաջադրանքները կատարելու համար։ Սա… Բեատրիսը մատնացույց արեց էկրանին։ Սա նա թաքցրել է բոլորից։ Մարինան վեր կացավ, շրջելով սենյակում։ Նա վտանգի տակ դրեց իմ կյանքը։ Իմ որդու կյանքը։ Ինչի՞։ Համար։ Ինձ վերահսկելու համար։ Ռաֆայելից ազատվելու համար։ Կարծում եմ, նրա մտքում դա պաշտպանություն էր։ Բեատրիսը նույնպես փորձում էր հասկանալ։ Նա գիտեր, որ Ռաֆայելը թունավոր է քեզ համար։ Գիտեր, որ ամուսնությունը քեզ կործանում էր։ Այդ իսկ պատճառով ստեղծեց մի իրավիճակ, որտեղ դու անհերքելի հիմքեր կունենայիր հեռանալու համար։ Որտեղ ոչ ոք, նույնիսկ դու ինքդ, չէիր կասկածի որոշումը։ Բայց դա գրեթե արժեցավ իմ որդու կյանքը։ Ես գիտեմ։ Եվ դա աններելի է։ Բեատրիսը բռնեց Մարինայի ձեռքերը։ Ինչ եք անելու։ Մարինան սրբեց արցունքները, դեմքի արտահայտությունը կոշտացնելով։ Ես կառերեսվեմ նրա հետ։ Հիմա։ Մեկ ժամ անց Մարինան առանց նախազգուշացման մտավ Օտավիոյի գրասենյակ։ Նա բանկի ղեկավարների հետ հանդիպման մեջ էր, բայց Մարինան դա չհոգաց։ Նա մտավ, դրեց նոութբուքը նրա սեղանին, միացրեց աուդիոները։ Ղեկավարները արագորեն հեռացան, զգալով լարվածությունը։ Օտավիոն լսեց ամեն ինչ լռության մեջ, նրա դեմքը անթափանց դիմակ էր։ Երբ ավարտվեց, նա անջատեց նոութբուքը, նայեց դստեր վրա։ Ո՞վ է տվել քեզ սա։
Կարոր չէ։ Մարինան թեքվեց սեղանին։ Ճիշտ է։ Դուք կազմակերպել եք ամեն ինչ։ Օտավիոն հառաչեց, ձեռքը անցկացնելով մոխրագույն մազերի միջով։ Այո։ Հաստատումը, թե սպասված, բռունցքի հարվածի պես էր։ Ինչու։ Որովհետև դու ավելին էիր արժանի։ Օտավիոն վեր կացավ, նրա ձայնը լի էր համոզմունքով։ Ռաֆայելը քեզ կործանում էր։ Դու դժբախտ էիր, սիրո պակաս ունեցող ամուսնության մեջ թակարդված։ Ես քեզ ելք տվեցի։ Մի ելք, որտեղ դու կլինեիր զոհը, որտեղ բոլորը կաջակցեին քեզ։ Որտեղ դու կարող էիր նորից սկսել առանց մեղքի։ Իմ կյանքը վտանգի տակ դնելով, ես ամեն ինչ վերահսկում էի։ Բժիշկները զգոն էին։ Շտապօգնության մեքենան պատրաստ էր։ Իսկապես վատ ընթանալու հավանականությունը նվազագույն էր։ Բայց 0 չէր։ Մարինան բղավեց։ Եվ դու խաղացիր քո թորան կյանքի հետ քո էգոյի պատճառով։ Քո ցանկության պատճառով վերահսկելու ամեն ինչ բոլորին։ Ես դա արել եմ սիրուց դրդված։ Սերը չի մանիպուլյացնում։ Սերը չի վտանգում նրան, ում սիրում է։ Սերը վստահում է։ Մարինան հեռացավ, նայելով հորը, կարծես նա օտար լիներ։ Դուք ինձ չեք սիրում։ Դուք սիրում եք իմ մասին այն գաղափարը, որը ստեղծել եք ձեր գլխում։ Կատարյալ դստերը, ով հնազանդվում է, ով տեղավորվում է ձեր պլաններում։ Մարինա, այդպես չէ։ Ապա ինչպես է։ Մարինան ձեռքերը ծալեց։ Բացատրեք ինձ։ Ստիպեք ինձ հասկանալ, թե ինչպես դստեր սիրող հայրը անում է այն, ինչ դուք արել եք։ Օտավիոն երկար լռեց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը կոտրված էր։ Որովհետև քեզ կորցնելը իմ վերջը կլիներ։ Երբ քո մայրը մահացավ, դու դարձար այն ամենը, ինչ մնացել էր ինձանից։ Եվ տեսնել Ռաֆայելին, թե ինչպես է նա դանդաղ ոչնչացնում քեզ, տեսնել քո ժպիտի անհետացումը, քո լույսի մարումը։ Ես չէի կարող թույլ տալ։ Ես նախընտրեցի ռիսկի դիմել, քան կորցնել քեզ։ Մարինան դուրս եկավ հոր գրասենյակից, այլս ոչինչ չասելով։ Օտավիոյի խոսքերը արձագանքում էին նրա մտքում, բայց հարմարավետություն չէին բերում։ Միայն ավելի շատ ցավ։ Նա լուռ վերադարձավ տուն, Բեատրիսը վարում էր, հարգելով նրա կարիքը, մարսելու ամեն ինչ։ Հաջորդ օրերին Մարինան մեկուսացավ։ Չէր պատասխանում հոր զանգերին։ Չէր պատասխանում հաղորդագրություններին։ Նրան տարածք էր պետք մտածելու, զգալու, որոշելու համար, թե ինչ անել այդ կործանարար ճշմարտության հետ։ Լուկասը նրա խարիսխն էր։ Նրան խնամել, կերակրել, գրկել։ Այդ պարզ ժեստերը Մարինային կապված էին պահում իրականության հետ, թույլ չտալով, որ նա ամբողջովին կորչի հույզերի մրրիկում։ Դա Բեատրիսն էր, ով վերջապես կոտրեց լռությունը մեկ շաբաթ անց։ Նա թեյի բաժակով մտավ Մարինայի սենյակ, նստեց մահճակալի եզրին։ Դուք պետք է մի բան իմանաք։ Մարինան նայեց նրան, հոգնած։ Ավելի շատ գաղտնիքներ։ Չգիտեմ, կկարողանամ տանել։ Սա պետք է իմանաք։ Բեատրիսը խորը շունչ քաշեց։ Ես պարզեցի, թե ով է ձեզ ուղարկել ֆայլերը։ Ես մասնավոր քննիչ վարձեցի, առանց Օտավիոյին ասելու։ Եվ պատասխանը։ Նա դադար տվեց։ Դա Հենրիխ Ղազարյանն էր։ Փաստաբանը։ Մարինան նստեց մահճակալին, շփոթված։ Ինչու։ Նա դա կաներ։ Նա ներգրավված էր պլանում։ Հենց այդպես։ Եվ երբ նա հասկացավ, թե որքան հեռու էր պատրաստ գնալ Օտավիոն, երբ տեսավ, որ դա պարզապես Ռաֆայելից ձեզ ազատելը չէր, այլ ձեր կյանքը լիովին վերահսկելը, նա խղճի ճգնաժամ ունեցավ։ Բեատրիսը ծրար տվեց։ Նա ինձ ուղարկել է սա։ Դա նամակ է ձեզ համար։ Մարինան դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Նամակը ձեռագիր էր, ֆիրմային թղթի վրա։ Սիրելի Մարինա, իմ անունը Հենրիխ Ղազարյան է, ես աշխատել եմ ինչպես ձեր հոր համար, այնպես էլ ներկայացրել եմ Իզաբելլա Մանուկյանին դատարանում։ Այն, ինչ ես հիմա կպատմեմ, կարող է կործանել իմ կարիերան, բայց իմ խիղճն այլս թույլ չի տալիս ինձ լռել։ Ես վարձվել էի Օտավիոյի կողմից, կազմակերպելու մի իրավիճակ, որը կարդարացներ Ռաֆայելին ձեր կյանքից մշտապես հեռացնելը։ Ձեր հայրը իմացել էր Ռաֆայելի Իզաբելլայի միջ եղած կապի մասին միջադեպից ամիսներ առաջ։
Նա պարզել էր, որ Ռաֆայելը պլանավորում էր հանդիպում Իզաբելայի ձեր միջ դրդված ամուսնությունը դադարեցնելու իր սեփական ցանկությունից։ Օտավիոն որսացել էր այդ պլանները ընդլայնել դրանք։ Նա գումար էր առաջարկել Իզաբելային հանրայնորեն առերեսվելու ձեզ հետ հիվանդանոցում։ Խոստացել էր, որ դա պարզապես վախեցնելու նպատակով կլինի, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա։ Իզաբելան ֆինանսապես հուսահատված Ռաֆայելի կողմից հուզականորեն մանիպուլյացված համաձայնեց։ Այն, ինչ Իզաբելան չգիտեր, այն էր, որ Օտավիոն նա մանիպուլյացնում էր Ռաֆայելին, նրա գլխում գաղափարներ տեղադրելով, ստիպելով նրան հավատալ, որ պլանն իրենն է։ Նպատակն էր ունենալ ինչպես Ռաֆայելին, այնպես էլ Իզաբելային քրեականորեն մեղսակից, ինչը Օտավիոյին լիակատար վերահսկողություն կտար ձեր որդու վրա։ Ես մասնակցել եմ դրան ագահությունից դրդված։ Օտավիոն ինձ շատ լավ էր վճարել։ Բայց երբ ես տեսա ձեզ դատարանում, երբ լսեցի ձեր խոսքերը արդարության կարեկցանքի մասին, ես հասկացա մեր արածի հրեշավորությունը։ Դուք արժանի եք ճշմարտությանը։ Եվ ավելի կարևոր է, դուք արժանի եք ազատության։ Ազատություն, ընտրելու ձեր սեփական ճանապարհը, առանց մանիպուլյացիաների։ Իզաբելան նույնպես արժանի է ճշմարտությանը։ Նրան օգտագործել ենք մենք բոլորս։ Նրա պատիժը, թե արժանի էր բուն արարքի համար, անհամաչափ էր, հաշվի առնելով, որ նա մանիպուլյացված խաղաքար էր շատ ավելի հաշվենկատ մտքերի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում, իմանալով, որ արժանի չեմ։ Հենրիխ Ղազարյան։ Մարինան ավարտեց կարդալը արցունքներով լի աչքերով։ Ամեն ինչ նույնիսկ ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Նրա հայրը ոչ միայն կազմակերպել էր միջադեպը։ Նա մանիպուլյացրել էր յուրաքանչյուր ներգրավված անձի, կարծես նրանք տիկնիկներ լինեին։ Էլ ավելին կա։ Բեատրիսը մեղմորեն ասաց։ Հենրիխը նա բացահայտել է, որ Օտավիոն պլանավորում է ստանձնել Լուկասի խնամակալությունը։ Նա փաստաթղթեր է պատրաստում, պնդելով, որ դուք հուզականորեն անկայուն եք։ Որ ձեզ օգնություն է պետք։ Որ նա կլինի ավելի հարմար խնամակալը, մինչ դուք կվերականգնվեք։ Մարինան զգաց, որ զայրույթը եռում է իր մեջ։ Բավական է։ Նա վեր կացավ մահճակալից։ Բավական է։ Ես թույլ չեմ տա, որ նա այլս վերահսկի իմ կյանքի ոչ մի վայրկյանը։ Ինչ եք անելու։ Այն, ինչ պետք է արվեր շատ վաղուց։ Մարինան ստանձնեց իր սեփական պատմության ղեկը։ 2 օր անց Մարինան հանդիպում հրավիրեց Մարկոս Թադոսյանի գրասենյակում։ Ներկա էին Մարկոսը, Բեատրիսը, բոլորի զարմանքին, Իզաբելա Մանուկյանը։ Մարինան հատուկ թույլտվություն էր ստացել, որպեսզի Իզաբելան ժամանակավորապես լքի կիսաբաց ռեժիմը։ Իզաբելան նյարդայնացած մտավ սենյակ, չհասկանալով, թե ինչու էր կանչվել։ Երբ տեսավ Մարինային, կանգ առավ դռան մոտ։ Ես կարիք չունեմ այստեղ լինելու։ Եթե ուզում ես ինձ հետ առերեսվել, ես հասկանում եմ, բայց… Մարինան ընդհատեց նրան։ Նստիր, Իզաբելա։ Խնդրում եմ։ Շփոթված Իզաբելան հնազանդվեց։ Մարինան բոլորին բաժանեց փաստաթղթերի աուդիոների պատճենները։ Ես ձեզ այստեղ հավաքել եմ, որովհետև դուք բոլորդ արժանի եք իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Մարինան սկսեց։ Այն, ինչ տեղի ունեցավ հիվանդանոցում, պարզապես նախանձի, դավաճանության կամ զայրույթի արդյունք չէր։ Դա իմ հոր կողմից կազմակերպված մանիպուլյացիա էր, մարդկանց օգնությամբ, ում մենք վստահում էինք։ Նա պատմեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր ձայնագրություն, յուրաքանչյուր բացահայտում։ Երբ նա ավարտեց, սրահում լռությունը ծանր էր։ Իզաբելան առաջինը խոսեց, ձայնը դողալով։ Դուք ասում եք, որ ինձ օգտագործել են։ Որ ամեն ինչ պլանավորված էր։ Այո։ Մարինան նայեց նրան, առաջին անգամ անկեղծ կարեկցանքով։ Դուք մանիպուլյացված էիք։ Ռաֆայելը մանիպուլյացված էր։ Ես վտանգի տակ էի դրված։ Ամեն ինչ, իմ հոր վերահսկողության ցանկությունը բավարարելու համար։ Իզաբելան սկսեց լացել։ Ես կորցրի ամեն ինչ։ Իմ ազատությունը։ Իմ արժանապատվությունը։ Եվ ամեն ինչ խաբեություն էր։ Ոչ լիովին։ Մարինան ազնիվ էր։ Դուք դեռ ընտրություններ եք կատարել։ Ընտրել եք շփվել ամուսնացած տղամարդու հետ։ Ընտրել եք ինձ հետ առերեսվել։ Հրումը իրական էր։
բայց հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, մանիպուլյացված էին։ Դուք հստակ չէիք մտածում, որովհետև հուզականորեն վերահսկվում էիք։ Մարկոսը առաջ թեքվեց։ Մարինա, ինչ եք մտադիր անել այս տեղեկատվությամբ։ Ես ամեն ինչ հրապարակային կդարձնեմ։ Մարինան համոզված ասաց. Ես կպատմեմ ամբողջ պատմությունը։ Մամուլը, իշխանությունները, բոլորը կիմանան։ Իմ հայրը պետք է պատասխանի իր արածի համար։ Դա կկործանի Ալեքսանյան անունը։ Մարկոսը զգուշացրեց. Դա կցնցի այն կայսրությունը, որը ձեր հայրը կառուցել է։ Ես գիտեմ։ Եվ ժամանակն է։ Մարինան խորը շունչ քաշեց։ Ես չեմ ուզում կայսրություն, որը կառուցված է մանիպուլյացիայի վերահսկողության վրա։ Ես ուզում եմ վերակառուցել ինչ-որ ազնիվ բան։ Ինչ-որ ճշմարիտ բան։ Իսկ ինչ կլինի ինձ հետ։ Հարցրեց Իզաբելան։ Կկարողանամ բողոքարկել դատավճիռը։ Ես կցուցմունք տամ ձեր օգտին։ Մարինան ասաց. Ես դատավորին կպատմեմ, որ դուք մանիպուլյացիայի զոհ էիք։ Որ թե ձեր արարքը սխալ էր, մեղմացուցիչ հանգամանքները զգալի են։ Ես չեմ կարող խոստանալ, որ ձեր դատապարտումը կչեղարկվի, բայց կարող եմ պայքարել նվազեցման համար։ Իզաբելան վեր կացավ մոտեցավ Մարինային։ Երկու կանայք երկար նայեցին միմյանց։ Հետո Իզաբելան ձեռքը մեկնեց։ Շնորհակալություն։ Ես արժանի չեմ ձեր կարեկցանքին իմ արածից հետո, բայց երախտապարտ եմ։ Մարինան սեղմեց նրա ձեռքը։ Մենք բոլորս արժանի ենք երկրորդ հնարավորության։ Նույնիսկ այն ժամանակ, երբ չենք կարծում, որ արժանի ենք։ Այդ գիշեր Մարինան մանրամասն հայտարարություն հրապարակեց իր սոցիալական ցանցերում։ Պատմեց ամեն ինչ։ Օտավիոյի մանիպուլյացիաները։ Հենրիխի մասնակցությունը։ Իրավիճակի բարդությունը։ Խնդրեց մարդկանց վերագնահատել Իզաբելայի դատավճիռը նոր տեղեկությունների լույսի ներքո։ Արձագանքը անմիջական էր զանգվածային։ ԶԼՄ-ները պայթեցին։ Օտավիոյի փաստաբանները փորձեցին վերահսկել վնասը, բայց արդեն ուշ էր։ Դատախազությունը հետաքննություն սկսեց։ Հենրիխը ձերբակալվեց դավադրության խարդախության համար։ Օտավիոն կանչվեց ցուցմունք տալու։ Մարինան այդ գիշեր չպատասխանեց հոր 20 զանգերից ոչ մեկին։ Երբ նա հաջորդ օրը հայտնվեց իր տան դռան մոտ, նա նրան դիմավորեց Լուկասին գրկած. Դուք ամեն ինչ կործանեցիք։ Օտավիոն կարծես 10 տարով ծերացած լիներ մեկ շաբաթվա մեջ։ Այն ամենը, ինչ կառուցել եմ։ Այն ամենը, ինչ ընտանիքը ներկայացնում է։ Դուք ինքներդ ձեզ հետ արեցիք դա։ Մարինան ամուր մնաց։ Ես պարզապես ճշմարտությունն ասացի։ Այն ճշմարտությունը, որը դուք այդքան ջանք թափեցիք թաքցնելու համար։ Ես ամեն ինչ արել եմ քեզ համար։ Ոչ։ Դուք արել եք ձեզ համար։ Ձեր վերահսկողության կարիքը սնուցելու համար։ Ապացուցելու համար, որ դուք ավելի հզոր եք, քան բոլորը։ Բայց իշխանությունն առանց ամբողջականության դատարկ է, հայրիկ։ Եվ դուք հենց նոր հայտնաբերեցիք դա։ Օտավիոն նայեց Մարինայի գրկում գտնվող թոռանը։ Համենայն դեպս թույլ տվեք տեսնել Լուկասին։ Ոչ հիմա։ Մարինան մի քայլ հետ արեց։ Դուք պետք է հասկանաք ձեր արածի ծանրությունը։ Պետք է հաշտվեք ձեր արարքների հետ։ Եվ հետո գուցե մենք կկարողանանք խոսել ինչ-որ հարաբերություններ վերակառուցելու մասին։ Բայց դա ձեր ձով չի լինի։ Այլս ոչ։ Մարինան փակեց դուռը, Օտավիոյին դրսում թողնելով։ Դա իր կյանքում առաջին անգամն էր, որ նա դուռ էր փակում հոր առջ։ Եվ թե դա ցավեց, այն նա ազատագրող էր։ 6 ամիս անց Մարինան բեմի վրա էր, Լեփ-Լեցուն լսարանում։ Դա Հույսի ինստիտուտի պաշտոնական բացումն էր։ Հիմնադրամը աճել էր իր սկզբնական սպասելիքներից այն կողմ։ Նրա պատմությամբ հուզված սովորական մարդկանց նվիրատվություններով Մարինան կարողացել էր վարձել ընդարձակ տարածք, վարձել հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, փաստաբաններ։ Ինստիտուտը լիակատար աջակցություն կառաջարկեր խոցելի վիճակում գտնվող հղի կանանց։ Հանդիսատեսի մեջ էին Բեատրիսը, Մարկոսը, շատերի զարմանքին, Իզաբելան։ Նա ստացել էր իր պատժի զգալի կրճատում մանիպուլյացիաների բացահայտումից հետո։ Հիմա նա կատարում էր հանրային աշխատանքներ, ակտիվորեն մասնակցում աջակցության խմբերին։
Նա Մարինան ընկերներ չէին, հավանաբար երբեք էլ չէին լինի, բայց կար փոխադարձ հարգանք։ Երկու կանանց ճանաչում, ովքեր գոյատել էին նույն փոթորիկից։ Ռաֆայելը ներկա չէր։ Նա վերջնականապես տեղափոխվել էր արտերկիր, փորձելով կյանքը վերակառուցել սկանդալից հեռու։ Նա ամեն ամիս նվազագույն կապ էր պահպանում Լուկասի հետ տեսազանգերի միջոցով։ Մարինան հաշտվել էր այդ հեռավորության հետ։ Որոշ վերքեր չէին ապաքինվում մոտիկությունից, այլ տարածությունից։ Օտավիոն նույնպես այնտեղ չէր։ Նա պատասխանում էր բազմաթիվ դատական գործերով։ Նրա հեղինակությունը կործանված էր։ Ալեքսանյան կայսրությունը տատանվում էր։ Բայց Մարինան Բեատրիսի միջոցով լսել էր, որ նա թերապիա էր անցնում։ Փորձում էր իր կյանքում առաջին անգամ հասկանալ իր սեփական մոտիվացիաները։ Դա սկիզբ էր։ Մարինան գրկած էր Լուկասին, ով այժմ 1.5 տարեկան էր, մինչ ելույթ էր ունենում։ Այս ինստիտուտը ծնվում է ցավից, բայց սնվում է հույսով։ Ծնվում է այն համոզմունքից, որ մենք կարող ենք մեր ամենավատ պահերը վերածել մեր ամենամեծ դասերի։ Յուրաքանչյուր կին, ով կանցնի այս դռներից, կընդունվի առանց դատելու։ Կլսվի առանց ընդհատումների։ Կաջակցվի առանց պայմանների։ Որովհետև բոլորն էլ արժանի են ընտրելու իրենց սեփական ճանապարհը։ Բոլորն էլ արժանի են ազատության։ Բոլորն էլ արժանի են նոր սկիզբների։ Ծափահարությունները լցրին լսարանը։ Մարինան ժպտաց, զգալով մի բան, որը շատ ժամանակ չէր զգացել։ Խաղաղություն։ Ոչ այն խաղաղությունը, որը գալիս է խնդիրների բացակայությունից, այլ այն, որը գալիս է իմանալուց, որ դուք դիմակայել եք փոթորիկին գոյատել եք։ Որ դուք նայել եք ձեր դերի աչքերին հայացք չեք շեղել։ Այդ գիշեր, վերադառնալով տուն, Մարինան Լուկասին քնեցրեց։ Երգեց օրորոցային, շոյեց նրա մուգ մազերը, համբուրեց նրա ճակատը։ Երբ նա վերջապես քնեց, Մարինան երկար դիտում էր նրան։ Նրա սեղանին մի նոր նամակ կար։ Բայց այս անգամ Մարինան ճանաչեց ձեռագիրը։ Դա Օտավիոյինն էր։ Մարինա, ես ներողություն չեմ սպասում։ Ես արժանի չեմ։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ փորձում եմ ավելի լավը լինել։ Ես սովորում եմ, որ սիրել նշանակում է բաց թողնել, ոչ թե կապել։ Որ պաշտպանել նշանակում է վստահել, ոչ թե վերահսկել։ Դժվար է մոռանալ ամբողջ կյանքի վարքագիծը։ Բայց քեզ Լուկասի համար, ես փորձում եմ։ Երբ պատրաստ լինես, եթե երբե պատրաստ լինես, կցանկանայի խոսել։ Ոչ թե ինձ արդարացնելու, այլ լսելու համար։ Հասկանալու համար, թե ով ես դու իրականում, ոչ թե ով ես ուզում, որ դու լինես։ Սիրով զղջումով, հայրդ։ Մարինան ծալեց նամակը պահեց։ Նա պատրաստ չէր պատասխանելու։ Գուցե երբեք էլ չլիներ։ Բայց այն պահելը, այլ ոչ թե պատռելը, արդեն ինչ-որ բան էր։ Դա մի գուցե էր։ Մի հնարավորություն։ Լույսի մի շող դեռ փակ դռան մեջ։ Նա մոտեցավ պատուհանին, նայեց ներքի լուսավորված քաղաքին։ Երանը կյանքով էր բաբախում։ Հազարավոր պատմություններ էին տեղի ունենում միաժամանակ։ Ցավեր, ուրախություններ, դավաճանություններ, հաշտություններ։ Ամեն ինչ մարդկային բարդ գորգի մի մասն էր։ Մարինան մեղմորեն շոյեց որովայնը, մի ժեստ, որը դարձել էր ռեֆլեքս։ Բայց հիմա այնտեղ երեխա չկար։ Միայն հիշողությունը, թե երբ կար։ Այն օրվա հիշողությունը, երբ ամեն ինչ փոխվեց։ Այն օրը, երբ նա ընկավ։ Եվ այն օրը, երբ որոշեց վեր կենալ, ոչ թե որպես զոհ, այլ որպես գոյատող։ Ոչ թե որպես խաղաքար ուրիշի խաղատախտակի վրա, այլ որպես իր սեփական խաղի խաղացող։ Հեռախոսը զանգեց։ Դա Բեատրիսն էր։ Մարինա, հեռուստացույցը միացրել ես։ Երեկոյան լուրերում ինստիտուտի մասին են խոսում։ Շատ գեղեցիկ է։ Մարինան միացրեց, դիտեց։ Լրագրողը խանդավառությամբ խոսում էր նախաձեռնության մասին, հարցազրույց վերցնում առաջին շահառուներից, ցույց տալիս հարմարությունները։ Եվ հետո Մարինայի զարմանքին ցույց տվեցին Իզաբելայի ձայնագրված ցուցմունքը։ Ինձ օգտագործել են, մանիպուլյացրել են, ես սարսափելի սխալներ եմ թույլ տվել։ Իզաբելայի պատկերը լցրեց էկրանը։ Բայց Մարինա Ալեքսանյանը ինձ ցույց տվեց, որ մենք կարող ենք ավելին լինել, քան մեր սխալները։ Որ մենք արժանի ենք նորից սկսելու հնարավորություններին։ Այս ինստիտուտը դրա ապացույցն է։
Եվ ես երախտապարտ եմ դրա գոյության համար, նույնիսկ եթե արժանի չեմ դրա գոյությանը։ Մարինան զգաց, որ արցունքները հոսում են։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք իրականացման արցունքներ էին։ Ողբերգության մոխիրներից գտնված նպատակի։ Նա անջատեց հեռուստացույցը, վերադարձավ Լուկասի սենյակ։ Նստեց օրորոցի կողքի ճոճվող աթոռին, պարզապես դիտեց նրան քնելիս։ Նրա որդին։ Նրա փրկությունը։ Նրա դիմադրելու պատճառը։ Դրսում քաղաքը շարունակում էր իր խելագար պարը։ Բայց այնտեղ, այդ լուռ սենյակում, Մարինան գտել էր իր կենտրոնը։ Իր խաղաղությունը։ Իր նոր սկիզբը։ Եվ շատ ժամանակի մեջ առաջին անգամ նա նայեց ապագային ոչ թե վախով, այլ հույսով։ Որովհետև նա սովորել էր ամենադժվար դասը, որ իսկական ուժը գալիս է ոչ թե ուրիշներին վերահսկելուց, այլ ինքն իրեն տիրապետելուց։ Որ ազատությունը չի տրվում, այլ նվաճվում է։ Եվ որ սերը, իսկական սերը, կառուցվում է ոչ թե կատարելության, այլ ճշմարտության վրա։ Մարինան փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Վաղը նոր մարտահրավերներ կբերեր։ Միշտ կբերեր։ Բայց նա պատրաստ էր։ Որովհետև հիմա գիտեր, թե ով էր ինքը։ Եվ ոչինչ, ոչ ոք, այլս երբեք չէր խլի դա նրանից։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Իզաբելայի Օտավիոյի պատմությունը դիպել է ձեր սրտերին մտորումներ առաջացրել ճշմարտության, մանիպուլյացիայի, ներման նոր սկիզբների մասին։ Սա ինտենսիվ ճանապարհորդություն էր ընտանեկան հարաբերությունների բարդությունների վերահսկողության գնի միջով։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, հրավիրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու ավելի շատ պատմությունների, որոնք ուսումնասիրում են մարդկային փորձի խորությունը։ Թողեք ձեր հավանումը, եթե Մարինայի պատմությունը հուզել է ձեզ, մեկնաբանություններում կիսվեք, թե ինչ դասեր եք քաղել այս ճանապարհորդությունից։ Ձեր մտորումները հարստացնում են մեր համայնքը, օգնում մեզ ստեղծել ավելի ու ավելի նշանակալի բովանդակություն։ Մենք նա պատրաստել ենք հատուկ երկացանք, վերակենդանացման, արդարության վերափոխման մասին այլ նույնքան գրավիչ պատմություններով։ Դուք կարող եք գտնել այն, սեղմելով կողքին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային ոգու տոկունությունը։ Բաց մի թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, մենք բոլորս արժանի ենք նոր սկիզբների։ Սպասում ենք ձեզ։ Մեկնաբանություններում